Ռաֆֆի կայծեր 1986 թվական Երկրորդ հատոր Վան Հասնելով Վան մենք իջևանեցինք Այգեստան կոչված արվարձանում, որ կից է այդ քաղաքին։ Մեզ ընդունեց իր տանը թաղի նշանավոր անձինքներից մեկը, որ կոչվում էր վարպետ Փանոս։ Այդ պարոնը արհեստով ներկարար էր։ Տանտերը առաջին անգամից երևաց ինձ բարի և ազնիվ մարդ, բավական վայելչակազմ մարմնով և պայծառ դեմքով։ Արևելքում մարմնի բարեձևությունը շատ անգամ մարդու հառաջադիմության պատճառ է դառնում, բայց վարպետ Փանոսը բացի դրանից ուներ և ճարտար լեզու և, որպես երևում էր, բավական փորձված և խելացի մեկն էր։ Երևի այդ էր պատճառը, որ չնայելով նրա երիտասարդությանը, նա ընտրված էր թաղական խորհրդի անդամ, ուր ծերությունը և սպիտակ մորուքը ավելի մեծ նշանակություն ունեին, քան խելքը։ Բոլորովին մութն էր, երբ հասանք Այգեստան։ Ասլանը սկսել էր այժմ, որպես ասում են, ինձ փոքրիշատե մարդու տեղ դնել։ Երբ մտանք վարպետ Փանոսի հյուրանոցը, նա իսկույն ինձ ծանոթացրեց տանտիրոջ հետ, ավելացնելով, թե իր մանկության ընկերներից մեկն եմ եղել և այժմ նրա լավ բարեկամն եմ։ Վարպետը իր սուր և թափանցող աչքերով ոտքից ցգլուխ չափեց ինձ, հետո խիստ մտերմաբար հայտնեց իր ուրախությունը ինձ տեսնելու համար։ Որպես երևում էր, վարպետը նախածանոթ էր Ասլանի հետ և իր տան մեջ հենց այն գիշեր սպասում էր նրան։ Նա գիտեր և այն, թե որտեղից էր գալիս Ասլանը, այդ պատճառով, երբ նստեցինք, նա մի առանձին խորհրդավոր եղանակով հարցրեց. «Ինչո՞ւ այդքան երկար տևեց քո ուխտագնացությունը»։ «Այդպես պատահեց», ֊ պատասխանեց Ասլանը նույն եղանակով։ «Հուսով եմ, որ սուրբ Աստվածամայրը կատարած պետք է լինի քո ցանկությունը։ Նա իր ուխտավորներին անմասն չէ թողնում իր շնորհներից»։ «Ուրախ եմ», ֊ ասաց վարպետը, ոլորելով աջ կողմի ընչացքը, որ նշան էր նրա սրտի առանձին բավականության։ «Ուրեմն վատ չէր լինի, եթե խմեինք մի-մի բաժակ օղի ձեր հաջողության համար»։ «Վատ չէր լինի», ֊ ասաց Ասլանը, «միայն ոչ առանց նախաճաշելիքի, մենք բավական սոված ենք»։ «Այդ ինքնըստինքյան հասկանալի է», ֊ ասաց վարպետը ժպտալով և դուրս գնաց ընթրիք պատվիրելու։ Ասլանը ձգվեցավ օթոցի վրա և, բարձի փոխարեն ձախ ձեռքը նեցուկ տալով գլխին, նայում էր առաստաղին, որի մերկ գերանները, հնությունից դեղնելով, ստացել էին մուգ ծիրանի գույն, իսկ ճանճերը նրանց վրա դրել էին միլիոնավոր սև բծեր։ Նա ընկղմված էր մտածությունների մեջ։ Առանց մտածությունների չէի և ես։ Գալով այդ քաղաքը, թեև ծիծաղելի է, բայց պետք է խոստովանվիմ, որ իմ ամենամեծ բաղձանքներից մեկն այն էր, որ տեսնեմ վանա հռչակավոր կատուները։ Մի՞թե այդ տան մեջ կատու չկա, մտածում էի ես, և աչքերս անհամբերությամբ թափառում էին այս կողմ և այն կողմ։ Չգիտեմ այստեղ ինչ հոգեբանական մի գաղտնիք կա, որ շատ անգամ մարդ հանկարծ տեսնում է միևնույն առարկան, որի վրա մի րոպե առաջ անգիտակցաբար մտածում էր։ Ահա հանդիսավոր կերպով ներս մտավ իմ նազելին, բոլորովին սպիտակ, որպես ձյուն, երկայն, մետաքսի նման փափուկ մազերով և թավիշյա բրդոտ թաթիկներով։ Նա լուռ անցավ սենյակի միջով, նախ մոտեցավ ինձ և մի առանձին քնքշությամբ գանգրահեր գլուխը և թավամազ պոչը քսեց իմ երեսին, հետո գնաց բարևելու Ասլանին։ Շնորհալի կերպով մռմռալով, մի քանի պտույտներ կատարեց Ասլանի շուրջը և ապա նստեց նրա մոտ։ Կարծես այդ խելացի անասունն էլ էր հասկանում, թե մեզանից որն էր ավելի հարգանքի արժանի։ Ասլանը սկսեց փայփայել նրա գեղեցիկ գլուխը, մեջքն ու ագին։ Առաջին անգամ մի զարմանալի երևույթ գրավեց իմ ուշադրությունը։ Որքան Ասլանը ձեռքով շփում էր նրա գլուխն ու մեջքը, այնքան արագ նրա երկար մազերը ճրխկ էին և դուրս էին արձակում կրակի ամբողջ փոշի։ «Այդ ի՞նչ է», հարցրի ես։ «Կայծեր են», ֊ պատասխանեց նա և սկսեց բացատրել նրանց դուրս ցայտելու բնական պատճառները։
թե որպես շփումից առաջ է գալիս կրակը։ Բացի կատվից, տանեցիներից ուրիշ ոչ ոք չհայտնվեցավ։ Երեխաները երևի քնած էին, նրանց ձայնն անգամ չէր լսվում։ Իսկ կանայք այդ կողմերում օտար տղամարդի աչքին երևնալու սովորություն չունեին։ Այգեստանը արժանի էր իր կոչմանը։ Քաղաքի այդ գեղեցիկ արվարձանը ծառախիտ այգիների բավական ընդարձակ տարածություն է, բաժանված լայն փողոցներով, որոնց աջ և ձախ կողմերում հոսում են առվակներ, հովանավորված ուռենի և բարդի ծառերով։ Դրսից տները չեն երևում։ Ոչ մի լուսամուտ բացված չէ փողոցի վրա, բացի գլխավոր դռնից, որ ներս է տանում դեպի բնակարանը, որ ետևի կողմից միայն նայում է դեպի այգին կամ պարտեզը։ Ամեն մի տուն կենտրոնացված է իր մեջ, ապրում է իր նեղ առանձնական կյանքով։ Վարպետ Փանոսի տունը նույնպես այդ ձևն ուներ։ Սենյակը, որ որոշված էր մեզ համար, տան երկրորդ հարկումն էր գտնվում։ Բավական կոկիկ մի սենյակ էր այդ, երևի միայն հյուրերի համար էր պատրաստված։ Տան մեջ որքան գեղեցիկ իրեղեններ կային, իբրև զարդարանք, բոլորը դրված էին այստեղ։ Պատուհանների մեջ շարած էին զանազան տեսակ չինական և պարսկական ամաններ, ամենահին ժամանակներից մնացած, որոնց շատերը այժմ գործածությունից ընկել էին։ Նրանց թվում կային պղնձյա թասեր, աշտանակներ, ափսեներ և մեծ բոլորակ սինիներ, բոլորը գեղեցիկ քանդակներով։ Կային և բազմաթիվ նարգիլեներ և չիբուխներ, երկայն ծխախարշներով, հասմիկի փայտից կամ Շիրազի կեռասենուց պատրաստված։ Երևում էր, որ այստեղ սովորություն կար այնքան թվով չիբուխներ և նարգիլեներ պահել իր տանը, ինչ թվով պատահած ժամանակը հյուրեր կունենային։ Երևում էին և զենքեր։ Պատերից քարշ էին ընկած զանազան տեսակ պատերազմական գործիքներ, սկսյալ հնադարյան երկաթյա տապարներից, վահաններից, սաղավարտներից և զրահներից, մինչև նոր ժամանակների երկայն նիզակները, ղարաբինաները, ատրճանակները և հրացանները։ Դրանց թվում պատերից քարշ էին ընկած տեղային զանազան նվագարաններ՝ սազ, սանթուր, չոնգուր, սրինգ, դափ, թմբուկ և այլն։ Երևում էր, որ տանտերը ածել ևս գիտեր, կամ դրանք պահվում էին հյուրերի համար։ Այդ բոլոր զարդարանքները լրացնում էին մի քանի պատկերներ, որոնք, ինչպես ինձ թվում էր, հին դարերի գործ պետք է լինեին։ Արդյոք ում պատկերներն էին, ես հասկանալ չկարողացա, շատ հավանական էր, որ թագավորների, իշխանների պատկերներ լինեին։ Գոնե այդպես էին ցույց տալիս նրանց թե զգեստավորությունը և թե զենքերը, որոնք բոլորը հին ժամանակներին էին պատկանում։ Այստեղ ու այնտեղ փունջերով դրած էին չորացրած ծաղիկներ, որոնց մեջ իր գեղեցկությամբ առաջին տեղը բռնում էր անթառամ ծաղիկը։ Վասպուրականի լեռների ծաղիկները չորանալուց հետո ևս պահպանում են իրենց գեղեցկությունը։ Ես թողնում եմ ուրիշ մանր֊մունր զարդարանքները, որոնց բոլորից երևում էր, որ վարպետ Փանոսը ոչ միայն լավ արհեստավոր էր, այլև կրթված ճաշակի տեր մարդ էր և իրան շրջապատել գիտեր հազվագյուտ առարկաներով։ Սենյակի պատերը ծեփված էին սպիտակ գաջով, որի վրա երևում էին պարսկական ճաշակով նկարված զանազան տեսարաններ։ Մի տեղ պատկերացրած էր վագրի որսորդության հանդես։ Մի երիտասարդ, հղի վրա նստած, երկայն նիզակը ձեռքում բռնած, կռվում էր ամեհի գազանի հետ։ Շները շրջապատել էին նրան, բայց ոչ մեկը չէր համարձակվում մոտենալ։ Վագրը իր առջևի ճիրաններով պատերազմում էր փղի զորավոր կնճիթի հետ։ Երիտասարդը իր նիզակի ծայրը խրել էր նրա կողքը։ Մի այլ տեղ կատարվում էր սալամի հանդես։ Արևելքի թագավորներից մեկը, շողշողուն գոհարներով զարդարված, նստած էր փառավոր գահի վրա, հարյուրավոր գլուխներ խոնարհված էին նրա առջև։ Արքունիքի հռետորը, գահի մոտ կանգնած, ձեռքը ոգևորությամբ բարձրացրած, ճառախոսում էր, գովաբանելով արքայի ողորմածությունը և չկատարած սխրագործությունները։
Միտեղ ուժից ընկած ծերունի մահմեդական էֆենդին, թիկն տված թավիշյա մութաքաներին, պառկած էր փափուկ օթոցի վրա։ Նարգիլեի օծապտույտ ծխաքարշը թույլ կերպով մխում էր նրա բերնում։ Երկու մանկահասակ կանայք փայփայում էին նրա մեկնած ոտները, երրորդը արմավենու տերևից կազմված հովհարով զովացնում էր զառամյալ դեմքը։ Մի այլ տեղ չորս սևամորթ ստրուկներ, կիսամերկ, բոբիկ ոտներով, թևքերի վրա տանում էին մի շքեղ պատգարակ, որի մեջ նստած էր նրանց տերը, նախշում ոսկենկար զգեստներով։ Վերջին երկու պատկերները բոլորից ավելի գրավեցին իմ ուշադրությունը։ Ինձ պատահել էր տեսնել Պարսկաստանի հարուստ հայերի տներում նկարներով զարդարված սենյակներ, բայց նրանց նկարները ոչինչ միտք չունեին, պատկերացնում էին ծաղիկներ, ափսեների մեջ դրած պտուղներ, պարտեզներ և սիրուն կանանց դեմքեր։ Իսկ այստեղ, վարպետ Փանոսի հյուրանոցում, պատկերների մեջ ես իմաստ էի տեսնում, կարծես նրանք դիտմամբ պատվիրված լինեին։ Սենյակի հատակը թեև զուրկ էր տախտակամածից, բայց նրա փոխարեն ծածկված էր եղեգնյա փսյաթներով, որոնց վրա տարածել էին գեղեցիկ պարսկական գորգեր և կապերտներ։ Վերջինները տեղային տնային արհեստի արդյունք էին։ Անկողինները ծալած, փաթաթած, առանձին դրած էին պատերի մոտ։ Նրանց թիվը ցույց էր տալիս, թե վարպետ Փանոսը որքան հարուստ պատրաստություններ ուներ իր հյուրերի համար, որոնք նրա տնից միշտ անպակաս էին լինում։ Ես ոչ մի վանեցու տանը եվրոպական կարասիք չտեսա, իսկ այստեղ կար մի գրասեղան և մի քանի աթոռներ, թեև նրանց վրա չէին նստում։ Սենյակի լուսամուտների առջև կար պատշգամբի նման մի բան, հովանավորված տանձի և ծիրանի ծառերով։ Խաղողի որդը ներքևից վեր էր բարձրացել և, փաթաթվելով պատշգամբի սյուներին, տալիս էր նրան կանաչազարդ հովանոցի կերպարանք։ Սենյակում օդը բավական հեղձուցիչ էր։ Ես, Ասլանին միայնակ թողնելով, դուրս եկա պատշգամբի վրա, սկսեցի նայել դեպի այգին։ Ծառերը ընկղմված էին գիշերային մթության մեջ։ Ոչ մի տերև չէր շարժվում, ամեն ինչ լուռ էր։ Միայն անհանգիստ ճպուռը իմ մերձակայքում եղանակում էր իր միակերպ տաղտկալի երգը։ Ներքևում, բակի մեջ, կրակ էր վառվում։ Վարպետի համարյա բոլոր ընտանիքը պտտվում էր կրակի շուրջը։ Այնտեղ, ամառնային օջախի վրա, մեզ համար կերակուր էին պատրաստում։ Ամառը այգեստանցին եփում է, ուտում է և պառկում է բաց օդի ներքո։ Ես տեսնում էի, թե ինչպես տափակ կտուրների վրա նստած էին հարևանները և ընթրիք էին վայելում։ Նրանց սեղանը լուսավորված էր մի տեսակ արևելյան օտարոտի լամպայով, որը շինված էր փայտից և բարձր վանդակի ձև ուներ, և որի մեջ թռչունի փոխարեն վառվում էր մի ճրագ։ Վանդակի վրա հագցրած էին բարակ կտավից սպիտակ շապիկ, որ պահպանում էր ճրագը քամու հոսանքից։ Սովորությունները համարյա միևնույնն էին, ինչ որ տեսել էի մեր կողմերում։ Ընթրիք էին անում կտուժների վրա։ Սեղանների շուրջը բոլորել էին միայն տղամարդիկ, իսկ կանայք ոտքի վրա սպասավորում էին, սպասելով, որ տղամարդիկ վերջացնեն, հետո իրենք ևս մի բան ուտեն։ Աղջիկները նույն կտուժների վրա անկողիններ էին պատրաստում, իսկ մայրերը ճոճում էին անքուն զավակների օրորոցները։ Ահ, որքան քաղցր էր կտուրային այդ բացօթյա կյանքը, որքան անմոռանալի հիշատակներով կապված էր նա իմ սրտի հետ։ Դեպի բարձր նայում ես, քեզ հովանավորում է պարզ, աստղազարդ երկինքը, իսկ քո շուրջը տիրում է անսահման ազատ տարածություն, խնկարկված հազարավոր բուսականների անուշահոտությամբ։ Մի քանի կտուժներից երգի ձայն էր լսվում, երգում էին ըստ մեծի մասին հոգևոր երգեր։ Աշխարհիկ երգեր շատ չունի այդ ժողովուրդը, և ինչ էլ որ ունի, խիստ տխուր են և մելամաղձոտ։ Դա ամենապարզ հատկանիշն է հուսահատ ինքնուրացության, երբ մարդու միտքը, հոգին, բավականություն չգտնելով աշխարհային վայելչությունների մեջ,
Եվ զուրկ լինելով նրա ուրախություններից, ձգտում է դեպի հոգևորը, դեպի երկնայինը։ Տեղ֊տեղ ածում էին չոնգուրների վրա։ Այդ ձայները խիստ թախծալի եղանակով հնչում էին գիշերային լռության մեջ, որպես վշտալի սրտի դառը մրմունջներ։ Վանեցու սեղանի երգն անգամ խառն է լինում արտասուքի հետ։ Երկար լսում էի ես։ Երբեմն գիշերային խաղաղությունը վրդովվում էր խառնաշփոթ աղաղակներով։ Աղմուկը հետզհետե սաստկանում էր։ Ահա լսելի եղավ հրացանի խուլ նետում և իսկույն տիրեց խորին լռություն։ Անզգամները էլի կատաղել են, ասաց վարպետը, շտապով իմ մոտից անցնելով։ Առավոտյան կամ մի երկու սպանվածներ կունենանք, կամ էլ մի քանի վիրավորվածներ։ Այնտեղ սպանում էին, իսկ այստեղ հոգևոր երգեր էին երգում։ Բայց մեր հյուրընկալը, որպես երևում էր, միայն աղոթքով բավականացող մարդիկներից չէր։ Նա մտավ սենյակը, դրեց Ասլանի մոտ մի շիշ օղի և ափսեի մեջ խորոված տառեխ ու խլելով սենյակի պատից քարշ ընկած զենքերից մեկը, կրկին շտապով դուրս եկավ։ Ո՞ւր եք գնում, հարցրեց Ասլանը։ Մեր թաղում աղմուկ կա, գնում եմ տեսնելու ինչ է պատահել, պատասխանեց նա և մի բան մտաբերելով կանգ առեց շեմքի վրա։ Ձեր անունով նամակներ են ստացված, ասաց նա, հանելով ծոցից մի ստվար կապոց և ձգելով Ասլանի մոտ։ Նա վազելով սանդուղքներից ցած իջավ։ Ասլանը լռությամբ վեր առեց նամակների ծրարները, մոտեցավ ճրագին և սկսեց ուշադրությամբ կարդալ։ Ես հեռու նստած հետազոտում էի նրա դեմքի փոփոխակի արտահայտությունները։ Նրա սիրտը խռովության մեջ էր, այն հեզ և խաղաղ աչքերը վառվում էին բարկության բոցով։ Նա, որ այնքան զգույշ էր, կարծես մոռացավ իմ ներկայությունը և նամակներից մեկը, դեռ չվերջացրած, նետեց հատակի վրա և ձեռքը հուսահատական կերպով տարավ դեպի ճակատը, բռնեց աչքերը։ Ինչ էր պատահել։ Նրա դողդոջուն շրթունքները մեքենայաբար արտասանեցին միայն մի բառ. թշվառական։ Մի մեծ անհաջողություն միայն կարող էր Ասլանին այդ աստիճան զայրացնել։ Նա կրկին վեր առեց չավարտված նամակը և շարունակեց կարդալ։ Հետո բռնեց ճրագի վրա և բարակ թուղթը մի վայրկյանում մոխիր դարձավ։ Նա սկսեց կարդալ մնացած նամակները։ Այժմ նրա դեմքը փոքր֊ինչ խաղաղ էր։ Բայց ճակատի վրա տակավին նշմարվում էին կնճիռներ։ Երբեմն նամակը ցած էր դնում և իր հիշողության տետրակի մեջ ինչ֊որ գրում էր, երբեմն մատների վրա թվեր էր հաշվում։ Բայց ինձ զարմացրեց մի բան, երբ նա նամակներից մեկի վրա քսեց մի հեղուկ, և իսկույն առաջվա տողերի մեջտեղում հայտնվեցան նոր տողեր, բաց կանաչագույն տառերով։ Որտե՞ղ էին թաքնված այդ տառերը։ Ես չհամարձակվեցա հարցնել, երբ նկատեցի, որ նա դեռ ոչ բոլորովին հանգստացած էր։ Նամակները կարդալուց հետո նա բոլորը այրեց։ Այժմ միայն ուշադրություն դարձրեց իր մոտ դրած տառեխների և օղիի շիշի վրա։ Վանա տառեղ, որքան ընտանիքներ ապրում են միայն այդ փոքրիկ ձկներով, բացականչեց նա և սկսեց ուտել։ Դու չես սիրում, դարձավ նա դեպի ինձ։ Ես ախորժակ չունեի մի բան ուտելու։ Ճանապարհի հոգնածությունից սաստիկ ջարդված էի։ Հանգիստ և երկարատև քունը միայն կարող էր փոքրիշատե կազդուրել ինձ։ Բայց Ասլանի հոգը չէր։ Այդ երկաթի մարդը չգիտեր, թե ինչ է հանգստությունը։ Նա անհամբերությամբ սպասում էր վարպետին։ Շատ չանցավ նա վերադարձավ և տարած զենքը իր տեղը դնելով, մի քանի անգամ անցուդարձ արեց սենյակի մեջ, ինքն իրան կրկնելով. Անտանելի է, անտանելի է, մինչև ե՞րբ, համբերություններս հատավ։ Ինչպե՞ս վերջացավ ձեր արշավանքը, հարցրեց Ասլանը ժպտալով։ Մինչև իմ հասնելը ամեն ինչ վերջացած էր, քրդերը իրենց գործը կատարել էին։
Պատասխանեց նա, լեղակի կարասների մեջ կապույտ գույն ստացած ձեռքերը տրորելով և միևնույն խոսքերը կրկնելով. Համբերություններս հատավ, էլ համբերություն չմնաց, մինչև ե՞րբ։ Ասլանի մեղմ ժպիտը ծիծաղի փոխվեցավ։ Համբերությունը կյանք է, այդ խրատը ավանդեցին մեզ մեր պապերը, ասաց նա, հեգնական կերպով նայելով վարպետի վրա։ Այո, բայց ամեն համբերություն իր չափն ու սահմանն ունի, պատասխանեց նա, շարունակելով կապույտ ձեռքերը տրորել։ Իսկ մեր համբերությունը անզգա դիակների համբերություն է և ավելի ոչինչ։ Ասլանը այժմ լուրջ դեմք ընդունեց։ Պատմեցեք, բանը ինչու՞մն է, հարցրեց նա։ Իսկապես շատ սովորական մի դեպք, որի նմանը համարյա ամեն օր, ամեն գիշեր պատահում է, պատասխանեց վարպետը, նստելով Ասլանի մոտ։ Այգիներից միրգ էին գողանում։ Թուրք կամ քուրդ գյուղացիները, երբ քաղաքը բան են բերում վաճառելու, գիշերը, դեպի իրենց գյուղերը վերադառնալու ժամանակ, սովորություն ունեն կողոպտելու հայերի այգիները։ Դա պետք է մի առանձին բարություն համարել, երբ բավականանում են միայն պտուղներ գողանալով, բայց այդ անիրավները կտրատում են և ծառերը։ Տեսնում ես, ցերեկով լուռ ու մունջ անցնում են այգիների մոտից, նայում են ծառերի վրա, նկատում են, որ այսինչ նորահաս կեռասենին, այնինչ գեղեցիկ տանձենին կարող է ծառայել իրենց կոտրած գութանը կամ արորը նորոգելու, իսկույն նշան են դնում և գիշերը մտնելով այգին կտրում են և տանում։ Տիրոջ տարիներով խնամած և հասցրած ծառը ոչնչանում է, այգին այլանդակվում է։ Իսկ որքան ցավ է պատճառում այդ դժբախտությունը խեղճ այգեգործին։ Ես տեսել եմ ընտանիքներ, որոնք օրերով նստած իրենց սիրելի ծառերի կտրած բների մոտ լաց են եղել, սուգ են կատարել, որպես սպանված որդու գերեզմանի վրա։ Պատահած անցքը, որքան վարպետի համար վրդովեցուցիչ էր, նույնքան Ասլանը սառը կերպով վերաբերվեցավ։ Այդ երկրում կարգից դուրս բան չէր, որ մեկը աշխատասեր է, ծառեր է տնկում, այգի է մշակում, պտուղներ է հասցնում, իսկ մյուսը ծույլ է, անկիրթ է, սովորել է միայն բռնությամբ հափշտակել առաջինի աշխատության արդյունքը։ Փոխանակ, իրանք լաց լինելու, լավ չէր լինի, որ կտրողներին լացացնեին, ընդհատեց Ասլանը վարպետի խոսքը։ Լավ կլիներ, պատասխանեց վարպետը, խորին կերպով հոգվոց հանելով, բայց այդ դժվար է, շատ դժվար է։ Նրանց կողմումն է վայրենի ուժը, նրանց կողմումն է անպատիժ բարբարոսությունը։ Մեր ձեռքերը կապել են, իսկ նրանցը բաց թողել։ Մեր ձեռքում մի փայտի կտոր անգամ չեն թողել, իսկ նրանք սուր են կրում։ Մենք զրկված ենք անձնապաշտպանության ամեն միջոցներից։ Եթե այգետերը մի ամենափոքր ընդդիմադրություն ցույց տա և թույլ չտա, որ իր ծառը կտրեն, հավատացած եղեք, որ մյուս գիշերը կմտնեն նրա տունը և նրա պարանոցը կկտրեն։ Եվ այս տեսակ չարագործները կմնան անպատիժ, որովհետև այստեղ հայի գլուխը մի սոխի գլխի չափ արժեք չունի։ Եթե ամեն մի հայ իր սենյակում այդպես զենքեր ունենար, էլ նրա գլուխը չէին կտրի սոխի նման, նկատեց Ասլանը։ Այո, եթե ունենար, պատասխանեց վարպետը վրդովված ձայնով, բայց հայը, երբ երկու ղուրուշ ունի, միշտ մտածում է այդ բանի վրա, թե ինչ գնեմ ու ինչ ծախեմ, որ երկուսը երեք դարձնեմ։ Նա այլևս ուրիշ բանի վրա չէ մտածում։ Եվ կառավարությունը սովորել է նրան միշտ այդպես տեսնել։ Եվ երբ նրա ձեռքում մի զենք է նկատում, իսկույն խլում է, ասելով. այդ քո գործը չէ, դու գնա քո արշինով պարապիր։ Եվ հայը մնում է որպես մի անպաշտպան որս քրդի և տաճկի ձեռքում։ Նրա հունձքի արտերը այրում են, նրա այգիները կտրատում են, և տերը կանգնած, ձեռքերը փակած, միայն բաց աչքերով նայում է ու ահ քաշում։ Միթե այդ աստիճան անարդար է կառավարությունը, հարցրի ես։
Ինչ կառավարություն։ Այստեղ կառավարություն չկա։ Այստեղ կան միայն կեղեքիչ և ինքնակամ կառավարիչներ, որոնք միևնույն բարբարոսություններն են գործ դնում։ Լսեցեք, ես ձեզ կպատմեմ մի փաստ, որից կարելի է հասկանալ, թե ինչ պտուղներ են մեր կառավարիչները։ Մեր քաղաքը վաղուց անտի զինվորանոց չուներ։ Զինվորներին սովորաբար բաժանում էին շրջակա գյուղերի հայոց տներում, և ամեն մի ընտանիք պարտավոր էր մի քանի զինվորներ պահել։ Կարող եք երևակայել, թե ինչ բան է անկարգ բաշիբոզուկը հայ ընտանիքի մեջ։ Նա իրեն կատարյալ տանտեր է համարում և թույլ է տալիս ամեն տեսակ կամայականություն։ Գյուղացիները, չկարողանալով համբերել, դիմեցին նահանգապետ փաշային, խոստացան, թե իրենց ծախքով պատրաստ են քաղաքի մոտ մի զինվորանոց կառուցել, միայն թե ազատվեն իրենց անկարգ հյուրերից։ Փաշան ընդունեց, հավաքվեցան, խորհեցին, հաշվեցին շենքի ծախքերը և բաժանելով իրենց մեջ վճարեցին ամբողջ գումարը։ Փողերի մեծ մասը դրա և նրա կոկորդն անցավ, և վերջը շենքի բոլոր փայտեղենները դարձյալ գյուղացիների այգիներից կտրեցին։ Ձրի, այո, ձրի, և մեծ անգթությունը նրանում էր, որ տապարը ծառի տիրոջ ձեռքը տալով և նրա գլխին ծեծելով, հենց իրեն, տիրոջն էին ստիպում կտրել իր սիրելի ծառը, որպես դանակը հոր ձեռքը տալով ստիպում են կտրել իր սիրելի որդու պարանոցը։ Ապա ի՞նչ էին շինում ձեր քաղաքի սրբազան առաջնորդը և ձեր էֆենդի աղաները, ինչու ժողովրդի այդ պատվելի ներկայացուցիչները չբողոքեցին։ Հենց այդ էֆենդի աղաներն էին կտրել տվողները, որովհետև նրանց գլխավորները կապալով հանձն էին առել շենքը կառուցանելու, իսկ սրբազան առաջնորդը նրանց բարեկամն է։ Հիմա ի՞նչ եք կարծում, ո՞վ է մեղավորը։ Իհարկե մերոնք, մեր ժողովրդի ներկայացուցիչները, որ ավելի վնասակար են, քան թե թուրքն ու քուրդը։ Ասլանը և վարպետը դեռ երկար խոսում էին։ Ես արդեն սկսել էի ձանձրանալ, եթե չամաչեի, կպառկեի ու կքնեի։ Աչքերս դժվարությամբ էին բացվում, գլուխս այնքան ծանրացել էր, կարծես արճիճով լցված լիներ։ Ինչ մի առանձին բավականություն են գտնում այդ տեսակ վիճաբանությունների մեջ, մտածում էի ես, միշտ միևնույն խոսքերը, միշտ միևնույն դատողությունները, մեկը հարստահարված է, մյուսը հարստահարող է, մեկը հալածված է, մյուսը հալածող է, ինչ պետք է անել, որ նեղյալների դրությունն ավելի բարվոքվի, ինչպես պետք է թեթևացնել ճնշվածների ծանր բեռը և այլն։ Կարծես դրանք այն մեծ աստվածորդու աշակերտները լինեին, որ հրավեր կարդաց նեղված մարդկությանը, ասելով. «Եկայք առիս ամենայն նեղեալք և ծանրաբեռնեալք, և ես հանգուցից ձեզ»։ Ընթրիքի սեղանը վերջապես ազատեց ինձ նրանց խոսակցությունից։ Վիճաբանության թելը ընդհատվեցավ։ Վարպետի տան սպասավորները նրա գործարանի աշակերտներն էին։ Ներս մտան մի խումբ զանազան հասակի պատանիներ, յուրաքանչյուրը ձեռքում մի բան բերելով, մեկը աղ, մյուսը հաց, երրորդը գինի, չորրորդը կերակուրներ, մի խոսքով ինչ որ պատրաստված էր։ Բոլորը միանգամից դրեցին սեղանի վրա։ Նրանց տեսնելով ես բոլորովին սթափվեցա, այլևս չէի նիրհում, մանավանդ երբ նկատեցի, որ այդ չարաճճիները մի առանձին հեգնությամբ էին նայում իմ վրա։ Մեկը նրանցից մինչև անգամ դիտմամբ կոխեց իմ ոտքը։ Բայց ես ավելի պատճառներ ունեի նրանց վրա ծիծաղելու։ Բոլորի ձեռքերը, սկսած մատներից մինչև արմունկները, կապույտ գույն ունեին, կապույտ գույնով ներկված էին և նրանց երեսներն ու քթերը։ Հեշտ բան չէր ներկարարի աշակերտ լինել և չթաթախվել ներկերի մեջ։ Բայց ես ում աշակերտն էի։ Իմ ձեռքերը ինչ գույնով պիտի ներկվեին։ Այդ հարցերը իմ գլխում ծագելու ժամանակ
Ես ամբողջ մարմնով դողում էի։ Ընթրիքից հետո ես խնդրեցի վարպետից, որ ինձ մի տեղ ցույց տային քնելու։ Նա իսկույն հրամայեց աշակերտներից մեկին, և նա ինձ համար անկողին պատրաստեց միևնույն սենյակում, ուր մեզ ընդունել էին։ Տնային բարեկեցության գլխավոր հատկանիշներից մեկը երևում է անկողնի մաքրությունից։ Ես այն տեսակ անկողին չէի տեսել իմ կյանքում։ Գլուխս փափուկ բարձի վրա դնելը և աչքերս փակվելը միևնույն րոպեում կատարվեցան։ Գիշերվա կեսին ես զարթեցա։ Սաստիկ ծարավ էի։ Վանա աղի տառեխը ուտելը հեշտ բան չէ, այն ևս գիշերը։ Բայց մեծ եղավ իմ զարմանքը, երբ տեսա, որ Ասլանը դեռ քնած չէր։ Նա նստած էր աշտանակի հանդեպ, որի վրա վառվում էր յուղային ճրագը։ Ինչ֊որ գրում էր։ Այդ ի՞նչ ես գրում, հարցրի նրանից։ Նամակներ, պատասխանեց նա։ Վաղ առավոտյան մեր թղթատարը մեկնելու է։ Արդյոք դեպի ո՞ր կողմը, արդյոք ում պետք է նամակ տանե։ Այդ մասին նա ոչինչ չխոսեց։ Եթե որսորդին գրելու լինես, իմ կողմից ողջունիր, խնդրեցի նրանից։ Լավ, ասաց նա և շարունակեց իր գործը։ Ես նկատեցի, նա չէ ուզում, որ ես նրան խանգարեմ։ Լուռ կացա։ Քունը փախավ իմ աչքերից։ Անկողնիս մեջ պառկած, մի առանձին ապշությամբ նայում էի Ասլանի վրա։ Նա երևում էր ինձ որպես մի մարմնացած գործունեություն։ Բայց ինչ նպատակի համար էր գործում այդ անխոնջ, մշտապտույտ ուժը, ես հասկանալ չէի կարողանում։ Փետուրյա գրիչը երբեմն թղթի վրա սլանում էր, որպես նրա սրաթռիչ միտքը, իսկ երբեմն նա շարժվում էր դանդաղ, շրջանկատ կերպով, որպես հեռատես զգուշություն։ Եթե ես վեր առնեի այն նամակներից մեկը, անտարակույս կարդալ չպիտի կարողանայի, թեև նրանք գրված էին հայոց տառերով և հայերեն լեզվով։ Գրելու այդ ձևը ես հետո սովորեցի։ Դա պայմանական մի ձև է, որ միայն նամակի գրողին և ստացողին է հայտնի։ Ասլանը գրում էր, ես շարունակում էի նայել նրա վրա, և միևնույն ժամանակ զանազան մտածություններ զբաղեցնում էին իմ անփորձ գլուխը։ Այդ մտածություններն այնքան խառը, այնքան անկապ էին, որ անկարելի էր նրանցից մի որոշ եզրակացություն դուրս բերել։ Իմ երևակայության մեջ, որպես անրջական տեսիլքներ, պատկերանում և դարձյալ աներևութանում էին այն փոփոխությունները, թե որքան անգամ և որպիսի տարբեր կերպարանքներով այդ խորհրդավոր երիտասարդը հայտնվել էր ինձ։ Երբեմն տեսնում էի նրան արաբական մինարեթում, այն ամայի մշտալուռ ավերակների մեջ, իր ավազակային խմբով, բոլորված բոցավառ փայտակույտի շուրջը, անքուն սպասում էին, որ գիշերային խավարը թանձրանա, որ ճանապարհների անցուդարձը դադարի, որ մարդիկ հանգստանան խաղաղ քնով, իսկ իրենք կատարեն մի խավար գործ։ Երբեմն տեսնում էի նրան նույն աբեղայական կերպարանքով, որպես երևաց ինձ կաթնաղբյուրի ձորում։ Հանդարտ, չափավոր քայլերով անցավ նա իմ մոտից և իբրև մի խաբուսիկ ուրվական անհայտացավ ժայռերի մեջ։ Կարծես ես այժմ լսում էի նրա այն տխուր, անապատական երգը, որ դուրս կոչեց պառավ կախարդին փոքրիկ հյուբիի հետ տերևախիտ թուփերի միջից։ Երբեմն տեսնում էի նրան վանեցի մանրավաճառի հագուստով, եզիդիների իշխանի վրանում։ Գեղեցիկ թութին վրանի վարագույրի ետևից սիրաբորբոք աչքերով նայում էր նրա վրա, առանց հասկանալու, որ այդ անգութ, խստաբարո երիտասարդի սրտում կնոջ սիրո համար տեղ չէր մնացել։ Երբեմն տեսնում էի նրան գժի տանը, կարծես և այդ րոպեում ներկայանում էր ինձ այն զայրացած դեմքը, թե որպիսի խորին վրդովմունքով լսում էր նա բարեսիրտ քահանայի տխուր պատմությունները հոգևոր առաջնորդի անկարգությունների մասին։ Իսկ այժմ տեսնում էի նրան մի օտարոտի արհեստավորի տանը։
Այստեղ նա բժիշկ էր, եվրոպական բարձր ուսում ստացած բժիշկ, և ինձ հրամայել էր թաքցնել իր հայությունը։ Ինչո՞ւ էր նա փախչում հայ անունից։ Ինչո՞ւ էր նա այդպես տեղերի և հանգամանքների համեմատ անդադար կերպարանափոխ լինում։ Ահա այդ գաղտնիքը երկար զբաղեցնում էր իմ միտքը, և ես մի որոշ եզրակացության հասնել չէի կարողանում։ Մի բան, որ ավելի պարզ կերպով նկատում էի, սկսյալ այն օրից, որ ճանապարհորդում էի Ասլանի հետ, այն էր, որ նրա խորհրդավոր տեսակցությունները ամեն տեղ և ամեն դեպքում այնպիսի անձինքների հետ էին լինում, որոնք բողոքում էին երկրի ընդհանուր անկարգության դեմ։ Եվ այդ տարբեր, զանազան ցեղերին պատկանող անձինքների մեջ կարծես թե տարածված էր մի գաղտնի թել, որ կապում էր բոլորի սրտերը, բոլորի կամքերը միմյանց հետ։ Բայց ում ձեռքումն էր գտնվում այդ թելի ծայրը, ով էր դարձնում բոլորի կամքերը դեպի մի որոշ նպատակ, այդ գաղտնիքը և մինչև այսօր մնաց ինձ համար անհայտ։ Կարոն, Ասլանը, որսորդը և նրանց բոլոր համախոհները մի գործիքներ էին, որ բաղկացնում էին մի բավականին բաղադրյալ մեքենայի կազմվածքը։ Բայց այնինչ զորություն էր, որ պտտեցնում էր այդ մեքենան և նրան ընթացք և ուղղություն էր տալիս։ Դա, որպես ինձ թվում էր, այն գերագույն տիրապետող ոգին էր, որ ինքը գոյություն ունի անհայտության մեջ, որ իրան պահում է անմատչելի, իսկ իր հզոր, աներևույթ ձեռքով կառավարում է մարդկանց սրտերը, մարդկանց մտքերը և նրանց ուղղություն է տալիս։ Ասլանը վերջացրել էր նամակները, նա այժմ սկսել էր կնքել ծրարները։ Ճրագի լույսը խիստ աղոտ կերպով լուսավորում էր նրա գունաթափ դեմքը, նա հագած ուներ մի տեսակ գիշերային խալաթ և սենյակում տիրող տոթի պատճառով կոճակները թողել էր արձակ։ Շապկի կիսաբաց օձիքից երբեմն երևում էր նրա մերկ կուրծքը, այն լայն, զորավոր կուրծքի վրան նշմարում էի ես մի ընդարձակ սպի, որը շատ հավանական էր ստացվել էր հրացան գործիքից։ Ես մի առանձին ուշադրությամբ նայում էի այն նշանի վրա։ Չգիտեմ ինչու վերքը, սպին միշտ իմ մեջ հետաքրքրություն էր զարթեցնում։ Երևի նրա համար, որ նա պարունակում էր իր մեջ մարդու կյանքի մի նշանավոր արկածի հիշատակները։ Գուցե այդ էր պատճառը, երբ նա ծրարները կողպեց պահարանի մեջ, որ առավոտյան հանձնե թղթատարին, և երբ մտավ իր համար պատրաստած անկողինը, ես մտածեցի գոհացնել իմ հետաքրքրությունը։ Բայց Ասլանը տարօրինակ բնավորություններից մեկն էր։ Երբեմն նա այնքան քաղցր էր, որ կարծես թե շրթունքներից մեղր էր կաթում, իսկ երբեմն այն աստիճան ժանտ էր, որ կկարծեիր, թե աչքերից, երեսից լեղի էր թափում։ Այդ րոպեներում լավ էր չխոսել նրա հետ։ Բայց ես համբերել չկարողացա և համարձակվեցա հարցնել, թե այն ինչ վերքի նշան է, որ երևում է նրա կուրծքի վրա։ Ինչո՞ւ ես հարցնում, մաղձոտ կերպով կտրեց իմ խոսքը։ Այնպես, ուզում եմ իմանալ։ Դրանից քեզ ի՞նչ օգուտ։ Ես լուռ կացա։ Նա նկատեց, որ ես վշտացա, ավելի մեղմ կերպով ասաց ինձ. Ոչ ոք իրավունք չունի ուրիշի գաղտնիքների մեջ մտնել։ Եթե դու հարցնեիր, թե ինչպես է կազմված իմ կուրծքը, որ կողմում է գտնվում իմ սիրտը և ինչ պաշտոն է կատարում, կամ որպես են դասավորված իմ թոքերը, ես քեզ բոլորը կբացատրեի, որովհետև դրանից մի բան կսովորեիր, բայց գիտենալ իմ կուրծքի վրա մի ծվատած տեղի պատմությունը, դա կարծեմ մի առանձին օգուտ քեզ չի բերի։ Ես ավելի վիրավորվեցա ասելով. Դու միշտ ինձ համարել ես մի երեխա, մի հիմար և տգետ երեխա, որի հետ բացի կատակներից ուրիշ բան չէ կարելի խոսել։ Ես կատակ չեմ անում, բայց դու այնքան խելացի էլ չես, որքան կարծում ես։ Փանոսի գործարանը Գիշերը անցուցի անհանգիստ,
Տենդային դրության մեջ։ Առավոտյան զարթեցա խիստ ուշ։ Ասլանը սենյակում չէր։ Չէր երևում և վարպետ Փանոսը։ Ես ինձ բավական թույլ էի զգում։ Մարմինս կոտրատվում էր։ Գլխիս մեջ տիրում էր մի տեսակ թմրություն, մի տեսակ մառախուղ։ Գիշերվա բոլոր անցքերը երևում էին ինձ ինչպես մի երազ։ Կոկորդիս մեջ ցավ էի զգում և նայելով հայելու մեջ, տեսնում էի պարանոցիս վրա բաց կապտագույն գծեր։ Շապիկս բուրում էր դեղորայքի հոտով։ Երևում էր գիշերը Ասլանը իմ վրա գործ էր դրել բժշկական միջոցներ։ Վարպետի գործարանի փոքրիկ աշակերտներից մեկը ջուր բերեց, լվացվեցա, հագնվեցա և դուրս եկա պատշգամբի վրա։ Այստեղից բացվեցան իմ առջև հրաշալի տեսարաններ։ Երևում էին շրջակա լեռները իրենց գեղեցիկ հովիտներով։ Երևում էր քաղաքը իր կրկնակի պարիսպներով և աշտարակներով։ Երևում էին քաղաքի բարձր սյունաձև մինարեթները և հայոց եկեղեցիների գմբեթները։ Երևում էր միջնաբերդը իր ահռելի, հսկայական կերպարանքով։ Երևում էր ծովը իր մանուշակագույն հարթ տարածությամբ։ Իմ սիրտը տրոփում էր անհամբերությունից, թե երբ պետք է մոտից, շատ մոտից տեսնեմ այդ բոլորը։ Գիշերով հասած լինելով այգեստան, ես դեռ ոչինչ չէի տեսել։ Իրավ, գեղեցիկ, շատ գեղեցիկ էր քաղաքի այդ ծառազարդ արվարձանը։ Այգիների ծառերը, ծանրաբեռնված գույնզգույն պտուղներով, առավոտյան լուսով ավելի սքանչելի էին երևում, քան թե գիշերը։ Արեգակը վերևից հսկում էր։ Այժմ նրա լույսի երկյուղից գիշերային գողերը դադարել էին կողոպտելուց։ Այժմ հերթը հասել էր ցերեկվա գողերին։ Ահա ճնճղուկների ահագին երամը խառնաձայն աղմուկով իջավ ծիրանի ծառի վրա։ Նրա տերևախիտ ճյուղերը թեքվեցան այդ փոքրիկ ավազակների ծանրության ներքո։ Ճլվլում են, ոստվոստում են և ուրախ, հաղթական աղաղակներով կծահարում են իրենց քաղցր, հյութալի ավարը։ Հեռվից ճռնչում է այգեպանի ճոճանակը, և չարաճճի խումբը միանգամից թողնում է ծառը։ Ինչ զանազանություն քրդերի և այդ անմեղ արարածների մեջ։ Երկուստ էլ ապրում են ուրիշի վաստակով։ Բայց ճնճղուկները ավելի բարեխիղճ են, դրանք գոնե չեն ոչնչացնում ծառերը։ Այդ համեմատությունն էի անում, երբ վերադարձավ Ասլանը։ Նրան տեսնելով, ես մտա սենյակը։ Ես չկամեցա քեզ զարթեցնել, լավ է, որ վեր ես կացել, ասաց նա բժշկի եղանակով, որ մի անծանոթ հիվանդի մոտ այցելություն է գործում։ Մոտ եկ տեսնեմ։ Ես մոտեցա, նա սկսեց քննել իմ կոկորդը։ Փոքր ինչ ուռուցք է գոյացել, բայց շուտով կանցնի, ասաց նա, տալով ինձ մի ինչ֊որ հեղուկ և մի օծանելիք և պատվիրելով, որ առաջինով ներսից ողողեմ կոկորդս, իսկ երկրորդը դրսից սկսեմ։ Այդ քաղաքում բժշկությունդ նախ իմ վրա փորձեցի՞ր, նկատեցի ես ծիծաղելով։ Ոչ, այս րոպեիս մի հիվանդի մոտից եմ գալիս, պատասխանեց նա իր սովորական սառնությամբ, բայց խեղճը հազիվ թե կապրի։ Նա վեր առեց իր եվրոպական լայնեզրյա գլխարկը և հեռացավ, պատվիրելով ինձ հանգիստ մնալ և տնից դուրս չգալ։ Ես մնացի սենյակի մեջ միայնակ։ Երևում էր, որ վարպետ Փանոսը տանը չէր, եթե ոչ, նա կգար ինձ տեսնելու։ Որդու փոխարեն եկավ մայրը։ Դա այն ճարպիկ, լեզվանի և աչքաբաց կանանցից մեկն էր, որ իր ընդունակություններով սքողում է, մոռացության է տալիս տղամարդի անունը, և ամբողջ զավակները հասարակության մեջ ճանաչվում են միայն մոր անունով։ Նրան կոչում էին Սանամ, և վարպետ Փանոսը մոր անունով կոչվում էր Սանամի տղա։ Նա մոտեցավ ինձ այս խոսքերով. Լսեցի հիվանդ ես, որդի, որտեղդ է ցավում։ Ասում են կոկորդդ ուռել է, որդի, Սուրբ Տիրամայրը փարատություն տա։ Ես հիմա կլավացնեմ, մի վախիր, հենց որ մատս դնեմ մի քիչ հուպ տամ, Աստծոտ շնորհիվ կլավանա։ Անցյալ օրը
Մեր հարևանի տղան էլ այսպես էր։ Հենց որ ձեռքս դիպավ, իսկույն լավացավ։ Պառավն էլ ուզում էր նորից խեղդել ինձ։ Ես, իհարկե, քաղաքավարությամբ մերժեցի նրա բժշկական հնարները, հայտնելով, որ ինձ բոլորովին առողջ եմ զգում։ Բայց նա դարձյալ չհանգստացավ, ինձ զգուշացնելով, թե քաղաքում կապույտ հազ կա, շատերի կոկորդը ուռչում է, շատերը մեռնում են, և միայն չափահասներն ազատվում են այդ պատուհասից, իսկ երեխաների մեջ մեծ կոտորած է պատճառում։ Այսուամենայնիվ, վերջացրեց նա իր խրատները, զգուշությունը լավ բան է, և խորհուրդ տվեց այցելել իր որդու գործարանը։ Ես զարմանում էի, ինչ փրկարար ազդեցություն կարող էր ունենալ ներկարարի գործարանը կապույտ հազի կամ իմ կոկորդի ուռուցքի վրա։ Այդ մասին պառավը ոչինչ չբացատրեց ինձ, իսկ ես հետևեցի նրա խրատին միայն այն մտքով, որ առիթ ունեմ տեսնելու գործարանը։ Երբ պառավի հետ ցած իջանք սանդուղքներից, բակում մեզ հանդիպեց վարպետ Փանոսի կինը։ Նրա երեխաները, մինը տղա, մյուսը աղջիկ, մոր փեշիցը բռնած, տրտնջում էին և ինչ֊որ ուզում էին։ Ինձ տեսնելով, երկուսն էլ շնորհալի դեմք ընդունեցին։ Որքան գեղեցիկ էին այդ մի զույգ հրեշտակները, կայտառ, առողջ և մաքուր։ Երեխայի մաքրությունից կարելի է գաղափար կազմել և մոր մաքրասիրության մասին։ Վարպետի երրորդ որդին բոլորից մեծը, գրքերը թևի տակ առած, տանից դուրս էր գնում, երևի գնում էր մի տեղ սովորելու։ Երբ նա հեռացավ, երկու փոքրիկները նորից սկսեցին տրտնջալ։ Նրանց մայրը մոտեցավ ինձ և գլխով լռությամբ ողջունեց։ Նա թեև չխոսեց իմ հետ, բայց իմ հասակին նայելով երեսը չծածկեց։ Ճակատը զարդարված էր ոսկիներով, իսկ պարանոցը և կուրծքը մարջանի խոշոր շարքերով։ Այդ բոլորը մի առանձին փայլ էր տալիս նրա սիրուն, համակրական դեմքին։ Ժիր տանտիկնոջ հատուկ սովորությամբ նա իր բավական նուրբ գործվածներից պատրաստված զգեստների վրա հագել էր լայն, երկար, կարմիր շապիկ, որ իջնում էր մինչև ոտները։ Այդ հագնում են գործի ժամանակ, որ մյուս հագուստները չկեղտոտվին։ Ինչու չես խոսում, հարցին իրավունք տվեց պառավ սկեսուրը։ Դա էլ քո եղբայրն է։ Հարցի բերանը դարձյալ չբացվեցավ, որովհետև քաղաքավարությունը պահանջում էր, որ ես սկսեի խոսակցությունը։ Բայց ես, կին տեսած չլինելով, կանանց հետ խոսելու ամենևին շնորք չունեի, որոնում էի մի բան ասելու համար։ Երեխաների տրտունջը ինձ ազատեց, նյութ տվեց իմ խոսակցությանը։ Ես հարցրի. Ինչո՞ւ են դրանք տրտնջում։ Ուզում են եղբոր հետ գնալ։ Կարդալու։ Ինչ կարդացող պտուղներ են, կգնան այնտեղ, կխաղան, եղբորն էլ կխանգարեն, վարժապետին էլ։ Վարժապետը ո՞վ է։ Տեր Եղիշեն։ Նա դպրո՞ց ունի։ Ուներ, բայց փակեցին։ Այժմ այնպես, իմ որդու և մի քանի բարեկամների մանուկների հետ օրեկան մի քանի ժամ պարապվում է։ Իմ խոսակցության պաշարը սպառվեցավ, մտածեցի հարցնել երեխաների անունները։ Ինչպես է մեծի անունը։ Հայկ։ Փոքրինը։ Արամ։ Իսկ այդ սիրուն աղջկանը։ Շամիրամ։ Պատմական անուններ են, նկատեցի ես, ինքս էլ զարմանալով իմ գյուտի վրա։ Թագավորների անուններ են, ավելացրեց պառավը։ Որդիս շատ անգամ պատմում է երեխաներին այդ թագավորների գործերը, ասում է, որ ամեն մեկը պետք է գիտենա, թե ով էր իր անվան տերը։ Տիկինը, ինչպես երևում էր, շտապում էր։ Առավոտ էր, տնային գործերը կոչում էին նրան։ Մեր թեթև խոսակցությունը նա ավելի գործնականի փոխեց, ասելով, որ ճանապարհից ու հեռու տեղից ենք եկել, խնդրեց, որ մեր սպիտակեղենները, թե իմը և թե Ասլանինը, ուղարկեմ, որ լվանալ տա, որովհետև տանը այդ օրը լվացք չէին լվանալու, և ավելացրեց, եթե կարկատելու մի բան կա, նույնպես ուղարկեմ։
ձեր տունն է, եղբայր, ասաց նա։ Մի ամաչեք, ինչ որ պետք ունեք, կարող եք պահանջել որպես ձեր մորից և քույրից։ Ես շնորհակալություն հայտնեցի։ Նա հեռացավ։ Երեխաները այժմ հանգիստ էին։ Նրանք կարծես մոռացան մեծ եղբորը և երկուստ էլ ուրախանալով վազեցին կատվի փոքրիկ ձագի ետևից, որ նույնպես վազվզում էր բակում։ Դրանք էլ են սիրում վանակատուներին, որոնց մազերը կայծեր են արձակում, մտածեցի ես։ Թե մեր կողմերում, թե այստեղ հյուրի համար մի առանձին հարգանքի և մտերմության նշան է համարվում, երբ տանտերը ցույց է տալիս յուր տնային տնտեսությունը։ Այդ պատճառով ես սիրով ընդունեցի պառավի առաջարկությունը, երբ նա հրավիրեց տեսնելու իրենց տնտեսությունը։ Նախ տարավ ինձ մառանը։ Դա մի ստորերկրյա ներքնատուն էր, որ ամառնային սաստիկ տոթի ժամանակ ևս պահպանում էր իր մեջ խիստ ախորժելի զովություն։ Այստեղ մի կողմում, կիսով չափ հատակի մեջ թաղված, մինը մյուսի մոտ շարված էին գինու կարասները։ Այդ բոլորը մեր այգիիցն է, ասաց պառավը անմեղ պարծենկոտությամբ։ Մյուս կողմում զանազան փոքրիկ թակույկների մեջ կարգով դրված էին յուղ, պանիր, մեղր, աղ դրած տառեղ և զանազան տեսակ թթուներ խաղողից, բոխիից և պես մրգերից ու բանջարեղեններից։ Ես առաջին անգամ էի տեսնում այսպիսի լիություն։ Այդ բոլորը ո՞վ պիտի ուտե, հարցրի ես զարմանալով։ Մենք էլ կուտենք, ուրիշներն էլ կուտեն, պատասխանեց պառավը բարեսիրտ ծիծաղով։ Աստված խո բոլորը միայն մեզ չէ տվել, նա տվել է, որ մենք էլ չունեցողների համար բաժին հանենք։ Այս ամենը գնել եք։ Ոչինչ չենք գնել, բոլորը մեր տանիցն է, յուղը, պանիրը ստացել ենք մեր կովերից և ոչխարներից, մեղրը մեղուներից, մյուսները նույնպես մեր բերքերից ենք ստացել։ Պատահում է, որ երբեմն քրդերը մեզ համար յուղ, պանիր, չորաթան ընծայ են բերում, բայց մենք նրանց բերածը չենք ուտում, տալիս ենք վաճառելու։ Ես իսկույն հիշեցի, որ այդ սովորությունը Պարսկաստանի հայոց մեջ էլ կար, մանավանդ կանանց մեջ, որ թրքազեն է ասելով, մահմեդականների թե մորթած միսը և թե այլ ուտեստները պիղծ կհամարեին և չէին գործածի, ինչպես փոխադարձապես մահմեդականները հայերի պատրաստած ուտեստների վերաբերությամբ նույն կարծիքն ունեին։ Հետո մտանք ամբարը, որ մի ցամաք շինվածք էր և ամեն կողմից օդը համարձակ անցուդարձ էր անում։ Այստեղ ահագին, քառանկյունի փեթակները լի էին ցորենով և ալյուրով։ Մեծ և փոքր խարարների ու ջվալների մեջ դրած էին զանազան տեսակ ընդեղեններ, բրինձ, ձավար, կորկոտ, մաշ, բակլա, սիսեռ, ոսպ և այլն։ Դրանք պահոց օրերի համար էին։ Բացի բրինձից, ասաց պառավը, մնացած բոլորը մեր մշակություններից ենք ստացել։ Բրինձի մշակությունը այստեղ չի հաջողվում և այնքան էլ ջուր չկա, ասում են, որ նա ջուր շատ է սիրում։ Պառավը երկրագործությունից նույնպես տեղեկություն ուներ։ Հետո անցանք թոնրատունը։ Այստեղ հաց էին թխում, կերակուրներ էին եփում։ Աղախինների և սպասավորների մի ամբողջ խումբ աշխատում էր, կարծես մի մեծ բանակ պետք է կերակրեին։ Բոլորի վրա հսկում էր, բոլորին կառավարում էր վարպետի կինը։ Ես զարմանում էի, թե ինչպես նրա պառավ սկեսուրը իր իրավունքները տվել էր նրան։ Մեր կողմերում այս տեսակ առանձնաշնորհություններ խիստ հազիվ էին պատահում ընտանիքների մեջ։ Քանի որ պառավ սկեսուրը դեռ կենդանի էր, հարցը ձայն չուներ տնային տնտեսության մեջ։ Թոնրատունը, դեպի բակի կողմը դարձրած երեսը բաց, իսկ երեք կողմից ծածկված մի ընդարձակ սրահ էր, որ հարմարեցրած էր ամառվա կեցության համար։ Այստեղից մտանք հացատունը։ Կարելի է ասել, որ վարպետ Փանոսի կահ կարասիքը և տնային հարստության մեծ մասը այստեղ էր տեղավորված։ Մինը մյուսի վրա ծալած դարսած էին գեղեցիկ կապերտներ, գորգեր, սփռոցներ
և նախշուն թաղիքներ։ Պղնձյա մեծ և փոքր կաթսաները, սինիները, թասերը, մաքուր, նոր կլայեկած աչք էին շլացնում։ Այստեղ ևս անկողինները, իրենց բոլոր պարագաներով կապած, կառքով դարսված էին ծալքերի վրա։ Ում համար։ Վարպետ Փանոսի ընտանիքը շատ փոքր էր այդքանի համար։ Պառավը փարատեց իմ մտատանջությունը, ասելով. Պատահել են ուրախության հացկերույթներ, կնունք ենք ունեցել կամ մկրտություն, պատահել է, որ սուգ ենք ունեցել, մեռելահաց ենք տվել, 100 հոգուց ավելի մեր սեղանի վրա նստած են եղել, բայց երբեք չի պատահել, որ մի գդալ անգամ հարևանից փող առած լինեինք։ Ամեն ինչ մեր տանը պատրաստ ունեցել ենք և ամոթ ենք համարել ուրիշից բան խնդրել։ Մարդս մեռնելուց հետո ես շատ խեղճություն կրեցի, բայց այն ժամանակ ևս իմ աշխատանքով էի ապրում։ Իսկ երբ որդիս մեծացավ, Աստուծո ողորմածությամբ, հոր դատարկված տունը նորից լցրեց։ Հիմա շատերը, որոնք առաջ ծիծաղում էին մեզ վրա և մարդի տեղ չէին դնում, հիմա նախանձում են։ Պառավի խոսքերը և այն բոլորը, որ ես տեսա, իմ մեջ զարթեցրին և ուրախ, և տխուր մտածություններ։ Ուրախալի էր ինձ տեսնել հայկական մի ճոխ տուն, Աստուծո բոլոր բարիքներով լի, ուր ամենքը ուրախ և գոհ վայելում էին անսպառ բախտավորություն։ Իսկ նրա շուրջը բազմաթիվ ընտանիքներ հեծում էին աղքատության մեջ։ Ինչ էր դրա պատճառը։ Ես համոզված էի, որ թողյալ արտաքին հանգամանքները, որոնք փութացնում էին տիրող աղքատությունը, գլխավոր և բուն պատճառը պետք էր որոնել իրենց, աղքատների մեջ։ Ես հետո առիթ ունեցա մոտից, շատ մոտից շոշափել այդ պատճառները։ Այդ դուք կտեսնեք իմ պատմության ընթացքում, բայց ավելի համոզվեցա իմ կարծիքների մեջ, երբ տեսա վարպետ Փանոսի գործարանը։ Պառավի առաջնորդությամբ ես մտա մի երկարաձև շինվածքի մեջ, ուր զետեղված էր գործարանը։ Այստեղ մինը մյուսի մոտ շարված էին ներկի կարասները, ներկում էին ամեն գույներով, առավելապես լեղակի գույնով։ Գյուղացիները բերել էին զանազան տեսակ տնային գործվածքներ, որպիսիք են կտավ, շալ, բամբակյա կամ բրդյա թելեր և այլն։ Հաճախորդների մեջ կային զանազան ազգերից և զանազան լեզուներից՝ հայ, թուրք, քուրդ, ասորի։ Վճարների հատուցումները կատարվում էին ըստ մեծի մասին երկրագործական և անասնապահական բերքերով։ Փողի փոխարեն տալիս էին յուղ, պանիր, ցորյան, բուրդ, մորթիկ և այլն։ Այդ էր պատճառը, որ գործարանատերը ստիպված էր քաղաքում մի խանութպանի հետ ընկեր լինել, որպեսզի վաճառվեն այդ մթերքները։ Ոմանք ոչինչ չէին վճարում։ Աշխատանքը եռ էր գալիս ջրաջան բանվորների ձեռքում։ Փոքրիկ և մեծ աշակերտները, հագուստով և մարմնով թաթախված ներկերի մեջ, վժվժում էին այս կողմ և այն կողմ։ Կապույտ լեղակը ամենի ձեռքերի և դեմքի վրա թողել էր իր թախծալի գույնը։ Կապույտ էին գործարանի փայտյա սյուները, կապույտ էին առաստաղը, հատակը և կավով ծեփած պատերը, կապույտ էին երկար փայտյա ձողերը, որոնց վրա չորացնելու համար կախ էին տված ներկված կտավները։ Կապտագույնն էր և լույսը, որ ներս էր թափանցել գործարանի նեղ պատուհաններից։ Բայց իմ ուշադրությունը գրավեց մի այլ բան, գործարանի փոխվարպետը, մի երեխա գրկում բռնած, լռությամբ մոտեցավ լեղակի կարասին։ Կարասը հենց նոր էին խառնել և մուգ լրջագույն փրփուրը դեռ դիզված էր նրա բերանի վրա։ Նա 3 անգամ պտտացրեց երեխային կարասի շուրջը, հետո խորհրդավոր կերպով մատը թաթախեց փրփուրի մեջ և նրանով խաչաձև օծեց երեխայի կոկորդը։ Պառավդայակը, որ կանգնած էր այնտեղ և երկյուղացությամբ նայում էր այդ գործողության վրա, ընդունեց փոխվարպետի ձեռքից երեխային, նրա բժշկությունը վարձատրելով մի կապտագույն աքաղաղով, որ բերել էր յուր հետ։ Այդ երեխան կապույտ հազ ունի,
Ասաց վարպետ Փանոսի մայրը, որ կանգնած էր իմ մոտ, և խորհուրդ տվեց, որ նույն գործողությունը և իմ կոկորդի վրա կատարել տամ։ Շատ չանցավ, սովորական ժպիտը երեսին, ներս մտավ վարպետ Փանոսը։ Նրա հայտնվելը այն ազդեցությունը չգործեց, ինչպես առհասարակ լինում է վարպետի ներկայության ժամանակ։ Անգործը գործի է դիմում, աղաղակները լռում են, կրկին տիրում է կառքը։ Ոչ, այլ կառքը պահպանված էր և նրա բացակայության ժամանակ։ Նրա մեջ չէր երևում ոչ հպարտ գործարանատիրոջ խստությունը և ոչ արևելյան վարպետի կոպիտ տիրասիրությունը, այլ մի պարզ, մտերմական կապ միացնում էր ստորադրյալներին իրենց գլխավորի հետ։ Նա գործունյա մարդու հատուկ աչալրջությամբ մոտեցավ կարասներին, նայեց նոր ներկած կտավներին ու շալերին, մի քանի բաներ հարցրեց, մի քանի պատվերներ տվեց և հեռացավ։ Նրա մի հայացքը բավական էր գիտնալու համար, թե որտեղ ինչ էր պակաս և որտեղ ինչ պետք էր անել։ Հետո նա դարձավ դեպի հաճախորդները, մոտենում էր ամեն մեկին, բարևում էր, հարցնում էր նրանց առողջությունը, հետաքրքրվում էր նրանց դրությամբ, թե ինչպես է հացի բերքը, առողջ են նրանց անասունները, առողջ են նրանց հայրը, մայրը, կանայք, զավակները և այլն։ Բոլորի անունները գիտեր, բոլորի մասին հարցմունքներ էր անում։ Ինչ որ ավելի աչքի էր զարկում, այդ էր հաճախորդների չափազանց ընտանիությունը թե վարպետ Փանոսի և թե նրա տան հետ։ Մի քուրդ մոտեցավ նրա մորը, խնդրեց, որ իր Անթարիի պատռված թևքը կարել տա։ Մի այլ քուրդ մի զույգ կենդանի կաքավներ էր բերել վարպետի փոքրիկ երեխաների համար։ Ես զարմանում էի, ինչն էր պատճառը։ Այդ մարդը, որ գիշերը Ասլանի հետ այնքան դառնությամբ էր խոսում քուրդերի մասին, այժմ այդպես բարեկամաբար ողջագուրում էր նրանց։ Մի՞թե դա մի տեսակ կեղծավորություն էր նրա կողմից, մի՞թե շահեկան նպատակները ստիպում էին նրան շողոքորթել իր հաճախորդներին։ Ոչ, վարպետ Փանոսը ոչ կեղծավոր և ոչ շահասեր մարդ էր։ Նա առհասարակ սիրում էր բարեկամական հարաբերություններ պահպանել ամեն տեսակ մարդկանց հետ, մանավանդ գյուղացիների հետ։ Վարպետ Փանոսի տունը մի տեսակ հյուրանոց էր այդ ամեն կողմից եկած խառնիճաղանճ բազմության համար։ Ես նրա գործարանը համեմատում էի իմ քեռիների զինագործության գործարանի հետ։ Բայց այնտեղ բոլորովին ուրիշ բան էր։ Այնտեղ գլխավորապես դեր էր խաղում շահը։ Հաճախորդներից ոմանք, որոնք հեռու տեղերից էին եկած, իրենց գրաստները կապել էին վարպետի ախոռատանը։ Այնտեղ նրանց համար թե սնունդ և թե խնամք պակաս չէր։ Գրաստների տերերը իրենք ևս գիշերում էին ախոռատանը կից առանձին բնակարանում և վարպետի խոհարանից կերակուր էին ստանում։ Ոմանք իրենց գյուղերից բերած մթերքները տեղավորել էին նրա տանը։ Այստեղից տանում էին բազարը, վաճառում էին և փոխարենը ինչ որ գնելիք ունեին առնում էին ու բերում, նույնպես դնելով նրա տանը։ Կարծես այստեղ մի տեսակ մթերանոց լիներ նրանց համար։ Նրանք այնքան ժամանակ հյուրասիրություն էին վայելում, մինչև գործները վերջացնում էին, հետո շնորհակալությամբ գնում էին իրենց տեղերը։ Երբ որ պատահում էր վարպետ Փանոսին գնալ քրդերի օբաները, նա նույն հարգանքը և սիրալիր հյուրասիրությունն էր վայելում նրանց վրաններում։ Օրերով, շաբաթներով, ամիսներով պահում էին իրենց մոտ, մի ընտանիքի վրանից մյուս ընտանիքի վրանն էին հրավիրում, ուտեցնում էին, խմեցնում էին, հետո զանազան պարգևներով ճանապարհ էին դնում։ Մեկը ծայում էր մի գեղեցիկ ձի, մյուսը մի թանձր թաղիկ կամ կապերտ, երրորդը մի քանի ոչխարներ ղավուրմայի համար, չորրորդը մի տիկ պանիր, յուղ, մեղր և այլն։ Զարմանալի էր այդ եռանդոտ և վերին աստիճանի բանիմաց մարդու բարոյական ազդեցությունը քրդերի վրա։ Քրդերի զանազան ցեղերի մեջ, ուր նրա անունը հայտնի էր, ուր ճանաչում էին նրան, նա համարյա թե պաշտելի էր։ Լինում էին կռիվներ քրդերի մեջ, թշնամություն,
Արյան վրեժխնդրություն։ Բավական էր, որ վարպետ Փանոսը հայտնվեր նրանց մեջ և մի երկու խոսք ասեր, իսկույն կտիրեր խաղաղություն։ Շատ անգամ իրենք, քրդերը, փոխանակ իրենց շեյխերին դիմելու, հրավիրում էին նրան վճռելու իրենց մեջ ծագած այս և այն վեճերը։ Նա այն աստիճան հեղինակություն էր վայելում, որ ամենադժվարին խնդիրներում անգամ կարող էր մի քանի խոսքով հաշտություն կայացնել։ Վարպետ Փանոսի բարեկամությունը քրդերի հետ ոչ սակավ օգուտ էր բերում հայ գյուղացիներին։ Ինձ պատմում էին այսպիսի դեպքեր. պատահում էր, որ հայ գյուղացիներից մեկի կովը, եզը կամ ոչխարները գողանում էին քրդերը։ Բավական էր, որ գյուղացին գիտենար, թե իր անասունները որ ցեղի մեջ են տարել կամ ով է իր գողը։ Նա այլևս փաշային կամ մուֆթիին չէր դիմում գանգատվելու, ուղղակի գալիս էր վարպետ Փանոսի մոտ, հայտնում էր իր հետ պատահած անցքը։ Վարպետը ուղարկում էր նրան նույն ցեղի ցեղապետի մոտ, ուր տարել էին կողոպուտը։ Գյուղացին գնում էր, ներկայանում էր ցեղապետին այսպիսի խոսքերով. Իմ այս և այն անասունները գողացել են, ասում են, որ ձեր էլի մեջն են բերել։ Ինձ ուղարկեց ձեր սպասին վարպետ Փանոսը, խնդրեց, որ գտնվի կողոպուտը։ Եթե իրավ գողացված անասունները այնտեղ էին տարված, իսկույն գտնում էին և հանձնում տիրոջը, իսկ եթե տերը սխալվել էր, նրան ցույց էին տալիս կողոպուտի տեղը։ Քրդերի մեջ ոչ մի գողություն գաղտնի չէ մնում։ Տերը հայտնվում էր ցույց տված տեղը, դարձյալ միևնույն խոսքերով, և ետ էր ստանում իր կորուստը։ Այդպիսի դեպքերում վարպետ Փանոսը նամակ չէր գրում, այլ ամեն հանձնարարություն կատարվում էր բերանացի պատվերներով։ Բայց որպեսզի հավատային, որ ներկայացողը իսկապես նրա կողմից էր ուղարկված, նա սովորաբար տալիս էր նրա ձեռքը մի որևիցե նշան, օրինակ, իր դանակը, տերողորմյան, մորուքի սանդրը, վերջապես մի բան, որ տանողը ցույց էր տալիս, ասելով. «Այդ էլ վարպետի նշանն է»։ Երբ ճանապարհի վրա քրդերը պատահեին մի հայ գյուղացու, բավական էր, որ նա ասեր, թե ես վարպետ Փանոսի մարդն եմ, այլևս նրան չէին դիպչի։ Իհարկե, այդ բոլոր հարգանքները վայելում էր վարպետը այն ցեղերի կողմից, որոնց հետ նա բարեկամական հարաբերությունների մեջ էր, իսկ թշնամի ցեղերը ոչ միայն հայերին, այլ նույնիսկ քրդերին կկողոպտեին, եթե նրանք օտար ցեղի էին պատկանում։ Գողությունը, հափշտակությունը, կողոպուտը քրդերի համար ապրուստի սովորական միջոցներից մեկն է։ Մի անգամ ես հարցրի վարպետ Փանոսից. «Ինչ միտք ունի քո այդքան բարեկամությունը քրդերի հետ, որոնց այդքան ատում ես»։ Նա պատասխանեց հայկական առածով. «Շան հետ բարեկամացիր, բայց փայտը ձեռքումդ պատրաստ պահիր»։ Վարպետ Փանոսը կարդացած մարդ էր։ Հայոց հին գրականությունը նա բավական լավ ուսումնասիրած էր։ Եղիշեից, Թոմա Արծրունուց նա ամբողջ գլուխներ անգիր գիտեր, իսկ խորենացու հետ այնքան ծանոթ էր, որպես մի հմուտ քարոզիչ, ով գիտե, թե ավետարանի այսինչ գլխի այնինչ համարում ինչ է ասված։ Նրա մանկության օրերում հայտնի էր Ղազար վարդապետ սքանչելագործը։ Այս տարապայման աբեղան ոչ մի վանական միաբանության հետ չհաշտվեցավ, կամ ավելի ճիշտ կլիներ ասել, միաբանությունները նրա հետ չհաշտվեցան, այդ պատճառով առանձնացավ իր տանը և մի քանի մանուկներ հավաքած իր շուրջը սկսեց պարապել նրանց կրթությամբ։ Այդ աշակերտներից մեկն էր պատանի Փանոսը և հառաջադեմ աշակերտներից։ Վարժապետը նրան շատ էր սիրում և շատ անգամ խրատում էր, որ վարդապետ չդառնա։ Այդ ժամանակ ուսում առնում էին միայն հոգևորական դառնալու նպատակով։ Պատանի Փանոսի հայրը վաղուց մեռած լինելով, նրա վարժապետը առանձին հոգ էր տանում նրա ապագայի համար, նշմարելով նրա մեջ բավական հարուստ ընդունակություններ։ Իր վարժապետի խորհրդով Փանոսը մտավ մի ներկարարի գործարան։ «Ինչ որ ինձ մոտ սովորեցար,
Այդքանը բավական է մի արհեստավորի համար, ասաց բարեսիրտ վարժապետը, երբ ճանապարհ դրեց նրան իր դպրոցից։ Հիմա գնա արհեստ սովորիր, որ քեզ հաց տա։ Ներկարարի գործարանում Փանոսը նույն հաջողությունը ունեցավ, որպես իր վարժապետի փոքրիկ դպրոցում։ Իր ընդարձակ ընդունակությունների համար այստեղ ավելի լայն ասպարեզ գտավ և մի քանի տարուց հետո աշակերտից դարձավ փոխվարպետ և մի նոր փայլ տվեց իր վարպետի գործարանին։ Այդ տեսնելով, վարպետը շատ անգամ առաջարկում էր նրան ընկերանալ իր հետ, բայց Փանոսը միշտ շնորհակալությամբ մերժում էր։ Երբ նա փոքր-ի-շատե գումար ձեռք ձգեց, հիմնեց իր համար մի փոքրիկ գործարան, որը հետզհետե ընդարձակելով, այն կատարելագործությանը հասցրեց, որպես մենք տեսանք։ Միևնույն տարում, երբ Փանոսը թողեց դպրոցը, նրա վարժապետի հետ պատահեց մի դժբախտություն։ Նա սովորություն ուներ ամառը աշակերտներին տանել ծովեզրը լողանալու։ Այդ միջոցին աշակերտներից մեկը խեղդվեցավ։ Նրա ծնողները թեև բոլորովին ներողամտությամբ վերաբերվեցան դեպի անզգույշ վարժապետը, բայց կորուստը այնքան ծանր էր վարդապետի զգայուն սրտի համար, որ նա ոչնչով չէր կարողանում մխիթարել իրեն։ Իր ցավերը մոռացության տալու համար նա մտածեց ընտրել մի նոր և ամենադժվարին պարապմունք, որի մեջ կյանքը ենթակա լիներ անընդհատ վտանգների, և որը ավելի բախտավորություն կպատճառեր նրան, եթե կվերջանար մահվամբ։ Այդ նպատակով նա ցրեց իր աշակերտներին և անհայտացավ։ Նրա մասին շատ բաներ էին պատմում։ Ասում էին, որ քուրդ վայրենիների մեջ հայոց տառեր և քրիստոնեություն է տարածում, հրաշքներ է գործում, լուսավորչական եկեղեցի է հիմնում և բավական հետևողներ ունի։ Բայց թե որտեղ էր այդ նոր առաքյալը և որ երկրում, ոչ ոք չգիտեր, միայն խոսվում էր, թե դեռ կենդանի է։ Ասլանը որպես բժիշկ։ Եվրոպական բժշկի հայտնվելը շուտով տարածվեցավ ամբողջ քաղաքում և մինչև նահանգապետ փաշայի ականջը հասավ։ Փաշան ցանկացել էր տեսնել բժշկին։ Բացի նրանից, ամեն նշանավոր և աննշան անձինքներից հրավիրվում էր նա, իսկ շատերը նրա մոտ էին գալիս։ Ասլանը հանգստություն չուներ։ Ես նրան խիստ հազիվ անգամ էի տեսնում։ Պատահում էր, որ ամբողջ օրով տուն չէր վերադառնում։ Վերադառնում էր միայն գիշերը, այն ժամանակ ևս վարպետ Փանոսի հետ առանձնացած երկար ու երկար խոսում էին։ Այդ խորհրդակցությունները խլում էին նրանից գիշերային հանգստի մեծ մասը։ Երբեմն նկատում էի, նրա մոտ գալիս էին անծանոթ անձինք տարօրինակ հագուստներով, ինչ որ լեզուներով խոսում էին և ստվերի նման անհետանում։ Ասլանը ինձ մոտ ոչինչ չէր խոսում, նրա այդ ծածկամտությունը վրդովեցնում էր ինձ, երևի նա դեռևս իմ վրա հավատ չուներ։ Վարպետ Փանոսի տունը շատ նպաստավոր էր Ասլանի համար ամեն տեսակ անձանց հետ տեսնվելու։ Այնտեղ ով ասեք չէր մտնում։ Նրա գործարանի առիթով ամեն օր շրջակայքից բազմաթիվ մարդիկ էին գալիս ու գնում, իսկ նրա բժշկությունը ամեն կասկած փարատում էր։ Բժիշկը ամեն տեսակ անձինք իր մոտ ընդունելու իրավունք ունի։ Նրա մոտ գալիս էին հիվանդներ կամ ձևացած որպես հիվանդներ, խոսում էին իրենց հիվանդությունների մասին։ Ահ, որքան բազմատեսակ էին այդ հիվանդությունները. բարոյական հիվանդություն, մտավորական հիվանդություն, հոգեկան հիվանդություն, երկրի անկարգությունից առաջացած տնտեսական հիվանդություն, բողոք և բողոք ամեն կողմից։ Ամեն ոք դեղուդարման էր պահանջում, բայց կարող էր Ասլանը և այդ հիվանդությունների բժիշկը լինել։ Նրա բժշկարանի մեջ կար արդյոք մի որևիցե դարման երկրի հասարակական փտությունը և անդամալուծությունը բուժելու համար։ Այդ հարցերը վճռելու համար ես այն ժամանակ ոչ բավական գիտություն ունեի և ոչ բավական զարգացում։ Բայց իբրև իսկական բժիշկ
Ասլանը իրավ որ անգնահատելի էր։ Ասլանի դրությունը ես համեմատում էի մի շրջական կլայեկագործի հետ, որ սովորաբար մեծ զատիկը մոտենալու ժամանակ թափառում է գյուղից գյուղ, ժանգոտած, փախրոտած պղնձեղենները մաքրելու և կլայեկով պատելու համար։ Գյուղացիները իրենց բոլոր պղնձե ամանները թափում են նրա մոտ, որովհետև գիտեն, որ մի ամբողջ տարի նրա երեսը այլևս տեսնելու չեն։ Այսպես թափում էին բժշկի մոտ քաղաքացիները իրենց հիվանդներին, մտածելով, որ նա երկար չպիտի մնա իրենց մոտ, և շտապում էին նրա ներկայությունից օգուտ քաղել։ Ասլանը, որպես գործից անվաստակելի մարդ, չէր խնայում ամենին իր օգնությունը։ Կոկորդիս ցավը բոլորովին անցել էր։ Մի քանի օրից հետո ինձ այնքան առողջ էի զգում, որ կարող էի տնից դուրս գալ։ Բայց դրսում և մանավանդ քաղաքում երևնալու համար պատշաճավոր հագուստ չունեի։ Իմ հագուստը դեռ նույնն էր, ինչ որ Մարոն Սուրբ Աստվածածնի ուխտագնացության ժամանակ մի կերպով կարկատեց ինձ համար։ Բայց որքան մեծ եղավ իմ ուրախությունը, երբ իմացա, որ Ասլանը վաղօրոք հոգացել էր այդ մասին, գնելով շուկայից ինձ համար ամենապատվական հագուստներ։ Ես իսկույն հագնվեցա, երբ Ասլանը հայտնեց, թե դիտավորություն ունի ինձ իր հետ տանելու։ Թեթև նախաճաշիկից հետո Ասլանը վեր առեց իր հետ զանազան տեսակ բժշկական դեղեր և գործիքներ, մի մասն էլ ինձ տվեց, ու մենք դուրս եկանք տնից։ Նա ասաց, որ մի քանի հիվանդների այցելություն պիտի գործե։ Քաղաքում դեղատուն չլինելու համար նա ումն որ բժշկում էր, դեղերն էլ ինքն էր տալիս, աղքատներին ձրի, իսկ հարուստներից փող էր ստանում։ Դու գիտես քո դերը, Ֆարհադ, ասաց նա, երբ դուրս եկանք փողոցը։ Ինչ դեր, հարցրի ես, բոլորովին մոռացած լինելով այն պատվերները, որ Վան քաղաքը մտնելուց առաջ ճանապարհին տվել էր ինձ։ Դու եվրոպացի բժշկի ճանապարհորդության առաջնորդն ես, հասկացա՞ր։ Հասկացա, մեքենայաբար պատասխանեցի ես։ Ինչ առաջնորդ կարող էի լինել ես, երբ ոչ երկրի հետ ծանոթ էի և ոչ լեզուներ գիտեի։ Ես իսկապես նրա խուլ ստվերն էի, որ անգիտակցաբար գնում էի նրա ետևից։ Ասլանը սիրում էր ոտքով ման գալ, որքան և հեռու լիներ ճանապարհը։ Նա հագած ուներ մինչև ծնկները երկայն կոշիկներ, գլխին դրել էր մոխրագույն լայնեզր փափուկ գլխարկ, իսկ աչքերը զինված էին մուգ ծխագույն ակնոցներով, որոնք բոլորովին անտեսանելի էին կացուցանում նրա թափանցիկ, խորախորուրդ աչքերը, որոնք ակնոցների ամենևին պետք չունեին։ Թևքի տակ կրում էր իր դեղորայքի պայուսակը, ձեռքին բռնած ուներ մի հաստ փայտ, որ ավելի մահակ էր, քան թե գավազան։ Արևը դեռ նոր էր բարձրացել։ Ամառնային առավոտը մի առանձին զովություն էր ստացել Այգեստանի լայն փողոցների մեջ, որոնք աջ և ձախ կողմից զարդարված էին ահագին ուռենիների և բարդենիների շարքերով։ Այդ դարևոր ծառերով հովանավորված էին փոքրիկ առվակները, որոնք հոսում էին փողոցների երկու կողմերից ևս և ջուր էին մատակարարում թե այգիներին և թե բնակիչների տները շրջապատող պարտեզներին։ Նայելով այդ ծառազարդ բնակարաններին, անծանոթ մարդու գլխում իսկույն ծագում է այդ միտքը, թե որքան ուրախ և խաղաղ ապրում է այստեղ քաղաքացին։ Հայը ապրել գիտե, ասում էր Ասլանը։ Ստրկության լծի տակ անգամ նա պահպանում է մի տեսակ բարեկեցություն և դրա մեջն է նրա կենդանականությունը, որ դարերի ընթացքում թեև տրորվում է ճնշման ներքո, բայց դարձյալ չէ մեռնում։ Առաջին անգամն էր, որ ես դուրս էի գալիս փողոցը, այդ պատճառով երեխայի նման ամեն մի հանդիպած առարկան ինձ հետաքրքրում էր։ Ես նայում էի, թե ինչպես նորահարսները, երեսները ծածկած կամ հասած աղջիկները բաց երեսներով, վաղ առավոտյան ավելում էին, մաքրում էին իրենց տան առջևը։ Նրանք ճարպիկ մատներով նախ գետինը ցողում էին առվակից անցնող ջրով, որ փոշի չբարձրացնեն։
Ես տեսնում էի, թե ինչպես հայ վաճառականները ավանակների վրա հեծած մի առանձին հոգացությամբ շտապում էին դեպի քաղաքը իրենց խանութները բաց անելու։ Ես տեսնում էի, թե ինչպես նրանք աջ ու ձախ կողմերից ողջույններ էին ընդունում և միևնույն ժամանակ ավանակի վրա նստած շարունակում էին իրենց չավարտած առավոտյան աղոթքը, որպեսզի բարեհաջող առևտուր ունենան։ Այստեղ մի հիվանդի պետք է նայել, ասաց Ասլանը, ու մենք մտանք մի տուն։ Տունը, որպես երևում էր, ժամանակով գեղեցիկ շինվածք էր ունեցել, բայց երկար տարիներ մնալով անխնամ և առանց նորոգության, համարյա ավերակ էր դարձել։ Մի սենյակ միայն մնացել էր ամբողջ, ուր մենք ներս մտանք։ Ես առաջին անգամ տեսնում էի աղքատությունը իր վերին աստիճանի սոսկալի պատկերի մեջ։ Խոնավ, առանց սփռոցի գետնի վրա պառկած էր մի մանկահասակ կին։ Հնոտի, քրքրված վերմակը հազիվ ծածկում էր նրան։ Բարձի փոխարեն դրած էր գլխի տակին հիվանդի նույնպես քրքրված հագուստը։ Նրա մոտ, ձեռքերը հուսահատական կերպով փակած ծնկների վրա, նստած էր պառավ սկեսուրը։ Մի կիսամերկ երեխա սողում էր հիվանդի անկողնու մոտ և խուլ մրմնջում էր։ Պառավը, մեզ տեսնելով, կանգնեց և լռությամբ գլուխ տվեց։ Բժիշկը մոտեցավ հիվանդին։ Այժմ լավ է, ասաց նա, վտանգը անցած պետք է համարել։ Դեղերի այլևս պետք չկա, հարկավոր է միայն այստեղ մաքուր պահել, թարմոտ և լույս ներս թող տալ, և ամենագլխավորը, հիվանդին պետք է լավ սնունդ։ Սնունդ, կրկնեց պառավը հոգվոց հանելով, որտեղի՞ց գտնել։ Կար ժամանակ, որ այս տունը լի էր Աստուծո ամեն բարիքներով, հարյուրավոր աղքատներ ապրում էին մեր հացով, իսկ այժմ ձեր բարի աչքով տեսնում եք, ինչ է մնացել, բոլորը ոչնչացավ, բոլորը կորավ։ Արտասուքը խեղդեց նրան և չկարողացավ շարունակել։ Ասլանը դրեց պառավի ափի մեջ մի քանի ոսկի և կամենում էր դուրս գալ, բայց նա չընդունեց, ասելով. Դուք մի քանի անգամ այցելություն գործեցիք իմ հիվանդին, այդքանը բավական է։ Ես ձեզ վճարել չեմ կարող, բայց աղոթել ձեզ համար կարող եմ։ Երևում էր, որ պառավը աղքատության մեջ ևս պահպանել էր տոհմային հպարտությունը։ Բայց Ասլանը դարձյալ աշխատում էր համոզել, որ ընդունե ոսկիները։ Ինչ պետք է անեմ, պատասխանեց պառավը փոքր-ինչ հուզված։ Դուք, պատվելի պարոն, կարծում եք, որ ես կարող եմ այդ ոսկիները մեկին ցույց տալ, կարող եմ դրանցով մի բան գնել։ Իսկ ինչու չեք կարող, հարցրեց Ասլանը զարմանալով։ Չեմ կարող, կրկնեց պառավը տխուր ձայնով։ Երբ որ պարտատերերը իմ ձեռքում փող տեսնեն, իսկույն կմտածեն, որ ես պանդուխտներից փող եմ ստացել և բոլորը կխլեն իմ ձեռքից։ Այդ բավական չէ, նրանք գանգատ կանեն, կնեղացնեն ինձ, կասեն շատ ես ստացել, բեր մնացածն էլ տուր։ Ասլանը կարծես թե հետաքրքրվեցավ պառավի տխուր խոսքերով, որոնեց մի տեղ նստելու համար։ Երբ ոչինչ չգտավ, նստեց մի կողմում ընկած կոտրած սնդուկի վրա։ Քանի՞ պանդուխտներ ունես օտարության մեջ, հարցրեց պառավից։ 5 որդի, երկուսը Ստամբոլում չգիտեմ ինչ են անում, իսկ մնացածների մասին ձայն չկա, թե որտեղ են։ Ծերունի հայրը գնաց որոնելու կորած որդիներին և ինքն էլ կորավ։ Պառավի կարոտ աչքերը կրկին լցվեցան արտասուքով։ Ես խիստ ցավակցությամբ էի լսում նրա խոսքերը և միևնույն ժամանակ հիշում էի և իմ կորած հորը, հիշում էի և իմ վշտալի մորը, հիշում էի որբ մնացած քույրերիս, հիշում էի մեր ավերակ խրճիթը, որտեղից արտաքսեց մեր վաշխառու պարտատերը։ Ի՞նչ է այդ, մտածում էի ես, միթե միշտ այդպես պետք է մնա հայի վիճակը։
Միթե նա միշտ պանդխտության մեջ պիտի տրորվի, մաշվի, մեռնի, արժանի չլինելով հայրենի հողին։ Միթե մի ճակատագրական անեծ քալացում է նրան հայրենի երկրից։ Պառավը իր արտասուքը սրբելով շարունակեց. Այդ տունը լիքն էր երեխաներով, լիքն էր մայրերով և հայրերով։ Հիմա տեսնում եք, մնացել է մի հիվանդ միայն և այս փոքրիկը։ Նա ցույց տվեց կիսամերկ տղային, որ այժմ խլրտվում էր մոր բարձի մոտ։ Ամենքը ոչնչացան, ամենքը կորան։ Նրա համար, որ աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից։ Երեխան այժմ հեռացավ մոր անկողնուց, սողալով մոտեցավ Ասլանին, բռնեց կոշիկներից, կանգնեց և իր փոքրիկ ձեռիկներով սկսեց խաղալ նրա ժամացույցի շղթայի հետ։ Ես միշտ երևակայում էի Ասլանի մեջ քարե սիրտ, բայց նա չկարողացավ դիմանալ, երբ երեխան իր սև փայլուն աչիկներով նայելով նրա երեսին, ժպտաց և թոթվեց մի քանի խոսքեր։ Դժբախտության զավակը խոսում էր ավելի ազդու, քան ամեն բողոք, և կարծես իր անհասանելի թոթովանքով ասում լիներ. «Ինչո՞վ եմ ես մեղավոր, որ ինձ աշխարհ բերեցին, միթե միայն տանջվելու համար»։ Ասլանը համբուրեց երեխային, վեր կացավ և ձգելով հիվանդի բարձի մոտ ոսկիները, իսկույն դուրս եկավ թախծալի բնակարանից։ Աղքատությունը մահվան հետ միասին է մտնում մարդու շեմքից։ Ճանապարհին կրկնեց նա պառավի իմաստալի խոսքերը։ Այո, դա մի անհերքելի ճշմարտություն է։ Որտեղ տիրում է թշվառությունը, այնտեղ ավելի մեծ թվով զոհեր է տանում մահացությունը։ Ոչ մի ժողովրդի մեջ չէ կարելի հուսալ կանոնավոր աջելություն, երբ որ նրա տնտեսական դրությունը օրինավոր պայմանների մեջ չէ դրված։ Այդտեղից հասկանալի է, թե ինչու մեր ժողովուրդը օրըստօրես սպառվում է։ Այդ սպառմանը ավելի զարկ է տալիս գաղթականությունը։ Տղամարդը, իր կյանքի ամենաթարմ տարիները պանդխտության մեջ մաշելով, զրկվում է գերդաստանի հայր դառնալուց, որդիք և սերունդ առաջ բերելուց։ Իսկ ինչ զավակներ էլ որ թողել է տանը, աղքատության մեջ մեռնում են։ Ահա մեր աչքով տեսանք մի հոյակապ ընտանիք, որ հանգչելու մոտ է։ Բայց քանի հազար այսպիսի ընտանիքներ կան այդ քաղաքում։ Այդ գեղեցիկ, ծառազարդ տներում բնակվում են երկու ծայրահեղություններ՝ ճոխություն, շռայլություն և վերին աստիճանի աղքատություն։ Շռայլում են հարստահարիչ մեծատունները, իսկ հեծում են պարտքերի տակ ճնշված թշվառները։ Այդպես խոսելով գնում էինք մենք, երբ ճանապարհին հանդիպեց մեզ վարպետ֊Փանոսը։ Այդ հիվանդը կապրի՞, հարցրեց նա մոտենալով Ասլանին։ Կապրի, եթե ուտելու մի բան ունենա, պատասխանեց Ասլանը։ Այդ մասին ես հոգացել եմ, ասաց վարպետը հազիվ լսելի ձայնով։ Նրա խոսքը ընդհատեց մի կարճահասակ մարդ, համարյա ցնցոտիներով հագնված, ողորմելի և երկչոտ կերպարանքով, որ այդ միջոցին անցավ մեր մոտով։ Վարպետը հարգանքով ողջունեց նրան, և երբ բավական հեռացավ նա, ասաց մեզ. Դա մեր թաղի ամենահարուստ մարդն է։ Դա, այդ մուրացկա՞նը, հարցրեց Ասլանը զարմանալով։ Այո, այդ մուրացկանի նման մարդը։ Ապա ինչո՞ւ է այնպես հագնված, կարծես բոլորովին աղքատ լինի։ Վարպետը մի առանձին տխրությամբ պատասխանեց. Այստեղ աղքատը խո աղքատ է, իսկ հարուստն էլ ստիպված է աղքատ ձևանալ, որովհետև նրա հարստությանը միշտ սպասում է մի վտանգ։ Տեսա՞ր մի օր թուրքերը մի շառ ու շուռ հնարեցին և ինչ որ ունի ձեռքիցը խլեցին։ Ինչպես կարելի է այդ, հարցրի ես ոչ սակավ զարմանալով։ Ինչու՞ չէ կարելի, երբ իրավունքն էլ թշնամու ձեռքումն է, դատաստանն էլ։ Հենց այդ ընտանիքը, որի թշվառությունը մի քանի րոպե առաջ տեսաք, թող ձեզ օրինակ լինի։ Դա մեր քաղաքի ամենահարուստ և ամենապատվական ընտանիքներից մեկն էր։
Մի առավոտ տանեցիք վեր են կենում և սարսափելով տեսնում են իրենց բակումը ընկած մի թուրքի դիակ, խեղճերին զրպարտեցին սպանության մեջ և այնքան ժամանակ բանտերում մաշեցին, մինչև ամեն հյութ ծծեցին նրանցից և այն ժամանակ միայն բաց թողին, երբ տեսան, որ Ադամից ավելի մերկ են և Եվայից ավելի բոբիկ։ Բայց միշտ այդպիսի զրպարտություններ չէ կարելի հնարել, պատասխանեցի ես։ Եթե այդպիսին չէ կարելի, դրա նմանները միշտ կարելի է։ Մեկին կզրպարտեն, ասելով, թե մահմեդականի հավատն է հայհոյել, մյուսին, թե մահմեդականի կնոջը ծուռ աչքով է նայել, երրորդին, թե իր տնում զենք ու վառոդ է պահել, չորրորդին, թե քաղաքադրնից ձիով է ներս մտել և այլն։ Վարպետի վերջին խոսքը դարձրեց իմ ուշադրությունը այն երևույթի վրա, որ նկատեցի առավոտյան։ Բոլոր հայերը էշով էին գնում բազար, ձի հեծնելը նրանց արգելված էր։ Այդ սովորությունը կար և Պարսկաստանում, ազնիվ անասունը (ձին) մահմեդականի համար էր, իսկ ստոր անասունը (ավանակը) քրիստոնյայի համար։ Մենք մտանք մի խուլ փողոց, վարպետը շարունակեց. Այսպիսի և դրա նման վտանգները պատահում են, որպես ասացի, հարուստներին, և այդ է պատճառը, որ հարուստները աշխատում են իրենց կայքը թաքցնել և որքան կարելի է աղքատ ձևանալ։ Բայց այդ չէ օգնում նրանց. այդ դեպքերում մահմեդականները ավելի վարպետ են, քան թե մեր հարուստները։ Բավական է, որ մեկի համար լսում են, թե նա փող ունի, թեև նա իր փողը ամեն կերպ թաքցնում է, բայց դուրս են բերում։ Ինչպես աղվեսն էլ իր որջը մտած ժամանակ չէ երևում, բայց երբ որսորդները նրա ծակի առաջ մուխ են դնում, խեղճ անասունը ինքն իրան դուրս է գալիս։ Փաշայի դուռը շրջապատել են մի ամբողջ խումբ որսորդներ, որոնք այսպիսի որոգայթներ են լարում։ Դրանք այնպիսի ճարպիկներ են, որ սատանան պետք է նրանցից դաս առնե։ Իմ նոր հագուստից հետո ես այժմ սկսել էի խոսակցության մեջ խառնվել։ Ես ինձ մարդու տեղ էի դնում։ Ուրեմն ոչ ոքի կայքը այստեղ ապահովված չէ, հարցրի ես վարպետից։ Ոչ միայն կայքը, այլև նրա կյանքը, պատիվը, ամեն ինչ։ Եվ այդ է պատճառը, որ հայերը այստեղ նույն միջոցներին են դիմում, ինչ որ անում էին մի ժամանակ Տաճկաստանի զանազան քաղաքների հայերը ենիչերների դարերում։ Ամեն մի ընտանիք ընտրել էր մի ենիչերի, որի պաշտպանության տակն էր մտած, որը պահպանում էր իրան ապավինած ընտանիքը մյուս ենիչերների գազանությունից, ասելով. «Դրան մի դիպեք, դա իմ գավուրն է»։ Բայց այդ պաշտպանությունը շատ թանկ էր նստում ողորմելի ընտանիքին։ Նա դառնում էր իր պաշտպանի գերին, ստրուկը, նրա բոլոր հաճույքների կամակատարը։ Նրա կայքը, մինչև անգամ ընտանիքի պատիվը, զոհվում էր իր պաշտպանի անբարոյական կրքերին։ Դա մի այնպիսի հովանավորություն էր, որպես մի գայլ պաշտպանում է իր որսը մյուս գազանների հափշտակությունից, որպեսզի ինքը միայնակ վայելե։ Այժմ այստեղ միևնույն բարբարոսություններն են կատարվում։ Շատ ընտանիքներ ստիպված են մտնել այս և այն նշանակություն ունեցող թուրքի կամ քրդի հովանավորության ներքո, որոնք նույն անգթությամբ են վարվում իրենց պաշտպանյալի հետ, որպես հին ժամանակների ենիչերին։ Ասլանը լռությամբ լսում էր, երևում էր ոչ այնքան հետաքրքրվելով, կարծես նա այդ բոլորը գիտեր և գիտեր ավելի լավ, քան թե վարպետ Փանոսը։ Բայց իմ վրդովմունքը չափ չուներ։ Այդ ինչ դրություն է, մտածում էի ես։ Ավելի լավ չէր լինի, որ մարդիկ ամենևին գոյություն չունենային, քան թե այդպիսի անպատիվ կյանքով ապրեին։ Մենք շարունակում էինք գնալ երկար, ծառազարդ փողոցներով։ Վարպետ Փանոսը ավելացրեց. Ահա այդ գիշակեր խնամակալներն են, որոնք պարտքով փող են տալիս իրենց գավուրներին, երբ նրանք օտար երկիրներ են գնում բախտ որոնելու։
Եվ ավելի շուտ են ճանապարհ դնում նրանց, երբ նրանց ընտանիքի մեջ կար մի սիրուն կին կամ գեղեցիկ աղջիկ։ Գաղթականը ճանապարհի ծաղկի կարոտ է, բացի դրանից նա պետք է շատ ու քիչ փող թողնե իր տան ապրուստի համար։ Այդ բոլորը նա պարտքով վեր է առնում իր խնամակալից։ Նրա պարտքը սկզբում մի քանի 100 ղուրուշ է լինում, բայց այդ մի քանի 100-ը տարիների ընթացքում աճում է, բազմանում է և շատ հազարներ է դառնում։ Այնուհետև պարտքից ազատվելու հնար չկա։ Պարտքի արմատը միշտ մնում է միևնույնը, հատուցվում է տոկոսը միայն, իսկ այդ անիծյալ տոկոսը վճարելու համար պետք են մի քանի ուժեղ տղամարդիկ, որ պոլսի մաքսատներում կամ քարավանսարաններում համալություն անեին։ Ամբողջ Վանի մեջ չկա մի ընտանիք, որի մի քանի անդամները պանդխտության մեջ չլինեին։ Առաջ գնում էին միայն տղամարդիկը, իսկ այժմ կանայք նույնպես սկսել են օտար երկրներում բախտ որոնել։ Վանեցի կինը, որ իր տան ծածկի տակից չէր դուրս գալիս, որ նրա երեսը մի ուրիշ մարդ չտեսնե, այժմ պանդխտության մեջ վատնում է իր ավանդական համեստությունը։ Ասլանը ընդհատեց վարպետի տխուր պատմությունը, հարցնելով. Կարծեմ այստեղի հայերից ևս կան այնպիսիները, որոնք մահմեդական խնամակալների պաշտոն են կատարում։ Այո, կան, և նրանց թիվը սակավ չէ։ Այդ անիրավները անունով միայն հայ են, իսկ գործով կատարյալ ենիչերի։ Բայց ինչպես է, որ նրանք չեն թաքցնում իրենց հարստությունը և փառավոր կերպով ապրում են։ Նրանք էլ ունեն իրենց պաշտպանները, ավելի բարձրաստիճան անձիկներից, որոնց հովանավորությունը վայելելով տկարներին խեղդում են, իսկ հզորներին տուրք են վճարում։ Մենք անցանք մի եկեղեցու դռնից, որտեղ մինը մյուսի հետևից մտնում էին և դուրս էին գալիս երեխաներ, գրքերը թևքերի տակ առած։ Երևի այստեղ դպրոց կա, աշակերտներ են ման գալիս, հարցրեց Ասլանը։ Այո, կա, պատասխանեց վարպետ Փանոսը։ Մեր քաղաքի առաջնակարգ դպրոցներից մեկն է։ Եթե ժամանակ ունեք, մտնենք, դուք գաղափար կստանաք մեր սերունդի մտավոր զարգացման մասին։ Մտանք վարժարանը, որ գտնվում էր եկեղեցու բակումը։ Իմ առջև իսկույն նկարվեցավ Տեր Թոդիկի դպրոցը իր բոլոր այլանդակությամբ։ Աշակերտները այստեղ ևս ածած էին մի դասատան մեջ և խառը կերպով նստած էին հասիրների վրա։ Բոլորը միասին կարդում էին, ամեն մեկից մի տեսակ ձայն էր լսվում, որովհետև որքան աշակերտներ կային, այնքան զանազան գրքեր կային նրանց ձեռքում։ Ամեն մեկի տանը, եթե պապերից մնացած մի գիրք էր գտնվել, հայրը տվել էր որդու ձեռքը ասելով. «Տար վարժապետիդ ասա, որ դրա վրա կարդացնե»։ Թող այն գիրքը Սաղմոս լիներ, ժամագիրք լիներ, Կիպրիանոս լիներ, պղնձե քաղաք լիներ, հին բժշկարան կամ երազահան լիներ, միևնույն է, բավական է, որ գիրք էր։ Զանազանությունը այս վարժարանի և Տեր Թոդիկի դպրոցի այն էր միայն, որ ես առաջին անգամ այստեղ լսեցի մի քանի գրքերի անուններ, որպիսիք էին քերականություն, ճարտասանություն, տրամաբանություն և այլն։ Այդ գրքերը գրավարժության համար, որպես ընթերցանության գրքեր, կարդում էին նույն եղանակով, ինչպես կարդում էին ավետարանը։ Երևում էր, որ վերջին գրքերը ունեցող աշակերտների տանը ուրիշ գրքեր չէին գտնվել, որ ավելի հարմարը տային նրանց ձեռքը։ Վարժապետին կոչում էին Սիմոն Պատվելի։ Նա մի ժամանակ Պորսում սափրիչ էր եղել և բավականին հաստլիկ ու մսուտ մարդ էր, որպես սովորաբար լինում են սափրիչները։ Նրա դեմքը անկանոն խմելուց ստացել էր մի տեսակ լրջագույն կարմրություն, որի նմանը կարելի է տեսնել հնդկահավի գլխի վրա, իսկ երեսի կաշին հասկանալով բոլորովին կորցրել էր իր կոկությունը և նարնջի կեղևի նմանություն էր ստացել։ Քթի վրա, որը իր մեծությամբ ընդարձակ տեղ էր բռնում, երևում էին կասկածավոր կարմիր բծեր։
Այսպիսի դեմքեր շատ ընդունակ են կեղծավորվելու, թեև քսությունը ավելի չէ հարմարվում նրանց։ Նրա հագուստը մի ծիծաղելի խառնուրդ էր եվրոպականից և ասիականից։ Գլխին դրած ուներ տաճկի կարմիր ֆես, որի վրա քրդի ձևով փաթաթել էր երկու յազմա կոչված թաշկինակներ։ Հագել էր վանեցու երկայն անթարի, կողքից ճղած լայն դրոշակներով, որի վրա հագել էր մի մուգ դեղնագույն եվրոպական կարճ պալտո։ Կարճ պալտոն և երկայն անթարին վերևից պնդած էին շալե հաստ գոտիով, որը մի քանի փաթոթներով պատած էր նրա մեջքին։ Նրա նեղ պանտալոնը հազիվ իջնում էր ծնկներից մի փոքր ցած։ Սրունքները բաց էին մնացած։ Երևում էր, որ այդ ողորմելի պանտալոնը նա գնել էր հնոտիների բազարից, այդ պատճառով նրա համար չափազանց կարճ էր։ Դասատան մեջ նա հագած ուներ մի տեսակ հողաթափներ, որոնք 3 մատի հաստությամբ փայտյա տակեր ունեին, և շարժվելու ժամանակ այդ տախտակները խիստ օտարոտի ձայներ էին հանում աղյուսով պատած հատակի վրա։ Միակ առարկան, որ ցույց էր տալիս, թե նա գրի և կարդալու մարդ է, էր նրա ահագին թանաքամանը, որ փորի վրա խրած ուներ գոտիի մեջ։ Այդ ինքնուրույն թանաքամանը կազմված էր պղնձե երկայն քառանկյունի փողից, որի մի ծայրի կողքին ամրացրած էր բուն թանաքամանը, թրաշած բաժակի ձևով։ Նրա մեջ թանաք էր ածած և սև աբրեշումի թելեր էր դրած, որպեսզի թելերը հեղուկ թանաքը իրենց մեջ ծծեին, որ չվիթվեր։ Քառանկյունի փողի մեջ ամեն բան կար, այնտեղ կար և զմելի, և գրիչ, այնտեղ կար մի մազաշ, որով պատվելին իր քթից մազեր էր դուրս հանում, այնտեղ կար և մի ականջափորիկ, թեյի փոքրիկ գդալի չափով, որով և թանաքամանի մեջ ջուր էր ածում ցամաքելու ժամանակ, և ականջների կեղտն էր դուրս տալիս, երբ բավական լցվում էին։ Այնտեղ կար և մի ածելի, որով պատվելին երեսը ածիլում էր։ Պատվելիի այդ գրական պարագայքը լրացնում էին և մի քանի այլ առարկաներ, որ նույնպես քարշ էին ընկած նրա գոտիից։ Դրանցից մեկն էր նրա կարճ ծխաքարշը փայտյա կոթով, երկրորդը գույնզգույն ճոթերից կարված մի մեծ քսակ էր, որի մեջ ծխախոտ էր ածած, իսկ երրորդը երկաթյա մի փոքրիկ ունելի էր, որով ծխաքարշի վրա կրակ էր դնում, երբ պետք էր վառել նրան, իսկ հարկավոր ժամանակ նրանով բռնում էր աշակերտների քթից և հուպ էր տալիս։ Տեսնելով մեզ, Սիմոն պատվելիի առաջին հոգսը եղավ հանգստացնել իր աշակերտներին սուս գոչելով։ Ճիպոտը ձեռքին նա սկսեց վազ տալ դասատան այս կողմը, այն կողմը, մի քանի պտույտներ գործեց, մի քանի հայհոյանքներ տվեց, աշակերտներից մեկի մազերից բռնելով նստեցրեց իր տեղը, մյուսի ականջները ձգձգեց և վերջապես նրան հաջողվեցավ կարգը վերականգնել։ Բոլոր աշակերտները լռեցին և յուրաքանչյուրը յուր տեղում անշարժ նստած մնաց։ Այդ գործողությունը թեև փոշու թանձր մառախուղ բարձրացրեց, առանց դրան ևս լույսից զրկված դասատան մեջ, բայց այդ մթության միջից դարձյալ կարելի էր տեսնել, թե ինչպես աշակերտները երկչոտ կերպով ապուշ նայում էին մեզ վրա։ Հետո պատվելին ընդառաջ եկավ, ընդունեց մեզ որպես մի մարդ, որ իր տանը հյուր էր ընդունում, այդ խոսքերով. Բարով եք եկել, հազար բարով, իմ աչքի վրա, իմ գլխի վրա։ Հայտնի չէ, թե այլևս նրա որտեղի վրա պետք է լիներ մեր ընդունելությունը, որովհետև աշակերտներից մեկը այդ միջոցին փրկած և պատվելիի ճառը ընդհատվեցավ։ Նա երեսը շուռ տվեց դեպի եղեռնագործը և ձեռքով սպառնալով մռթմռթաց. Սպասիր, գարշելի։ Այստեղ ի՞նչ են սովորում, հարցրեց Ասլանը։ Ամեն բան սովորում են, պարոն, պատասխանեց պատվելին, ինչ որ կամենում եք հարցրեք, բլբուլի պես պատասխան կտամ։ Այդ լավ է, ասաց Ասլանը ժպտալով։ Տեսնում եք այդ փոքրիկին, պարոն։ Նա ցույց տվեց մի 8 տարեկան երեխա։
կարող է ամբողջ հայր մերը թարսը ասել։ Ինչպես թարսը ասել։ Այնպես, այսինքն, զորօրինակ, տակից դեպի վեր, այնպես ասել, պատասխանեց պատվելին կակազելով։ Երևի դրանում մի առանձին միտք կա, որ դուք հայրմերը թարսա եք սովորեցնում, հարցրեց Ասլանը լուրջ կերպով։ Ինչպես չէ, պարոն, այո, առանձին միտք կա, կրկնեց պատվելին վարդապետական եղանակով։ Երբ հայրմերը թարսա են կարդում, Հիսուս Քրիստոսի շնորհքով, սատանան իր պոչի վրա մեխվում է գետնին, էլ չէ շարժվում տեղից, դա փորձված է, շատ անգամ փորձված է, պարոն։ Ասլանը դարձավ դեպի փոքրիկ աշակերտը։ Դե, իմ քաջ, տեսնենք ինչպես է սատանային պոչի վրա կանգնեցնում։ Փոքրիկ աշակերտը վեր կացավ նստած տեղից, երկու ձեռքերը միմյանց վրա կպցրեց կուրծքին, երկու անգամ հազաց և անմեղ աչքերը պլշացնելով կարդաց. Ամեն հավիտյան փառք և զորություն և արքայություն է քոզի։ Բավական է, ընդհատեց Ասլանը։ Այս անգամ սատանային հանգիստ թողեցեք։ Երևի պատվելին գոհ մնաց այդ հարցաքննությամբ, նա ցույց տվեց մի այլ աշակերտ ասելով. Տեսնում եք, պարոն, այդ փոքրիկին, այնպես լավ սերտել է հավատամքը, որ գիտե նրա մեջ քանի այբ կա, քանի բեն կա, մի խոսքով, բոլոր տառերը գիտե, պարոն, և բլբուլի պես պատասխան կտա։ Երևի դուք թվաբանությունը այդ եղանակով եք սովորեցնում, նկատեց Ասլանը։ Ոչ, պարոն, ասաց պատվելին խորհրդավոր ձայնով, և միևնույն ժամանակ մի թթու ժպիտ երևաց նրա թոշնած դեմքի վրա։ Այստեղ ուրիշ իմաստություն կա։ Ես իսկույն հիշեցի, թե ինչպես տեր Թոդիկը ստիպում էր մեզ սովորել, թե քանի անգամ կրկնվում է Աստուծո անունը շնորհյալի մեջ, և միշտ խոստանում էր բացատրել մեզ մի խորհրդավոր գաղտնիք, որ թաքնված էր այդ կրկնությունների մեջ։ Բայց նա ոչինչ չբացատրեց մեզ։ Այսպես էլ Սիմոն պատվելին մեզ չասաց, թե ինչ իմաստություն կար հավատամքի այբուբենի թվերի մեջ։ Այնուհետև պատվելին առաջարկեց իր աշակերտներին զանազան այսպիսի հարցեր. Պետրոս այն ով էր, որ երկու անգամ ծնվեց, մի անգամ մեռավ։ Վարժապետ Հովնան Մարգարեն։ Թորոս այն որ անասունն էր, որ մարդու լեզվով խոսեց և հրեշտակի ձեռքով սուր քաշեց։ Բաղաամի էշը, վարժապետ։ Մարտիրոս այն որ թռչունն էր, որին անիծեց Սողոմոն իմաստունը։ Ճնճղուկը, վարժապետ։ Ստեփան այնինչ պտուղ էր, որ Ադամը կերավ, մերկացավ, Եվան կերավ, խենթացավ։ Թուզը, վարժապետ։ Տեսնում եք, պարոն, պատվելին դարձավ դեպի Ասլանը, ինչպես բլբուլի պես պատասխան են տալիս։ Այդ միջոցին թթու ժպիտը դարձյալ հայտնվեցավ նրա դեմքի վրա, և կարմիր աչքերի կարմիր կոպերը խիստ ծիծաղելի անկյուններ կազմեցին։ Իմ աշակերտները ամբողջ աշխարհում գովված են, պարոն։ Այդ քաղաքի մեջ իմ աշակերտները առաջիններն են համարվում, պարոն։ Ոչ տերտեր կարող է նրանց հետ խոսել և ոչ վարդապետ։ Այնպիսի հարց կտան, որ կապված կմնան։ Նորին սրբազնությունը հիացած է իմ աշակերտներով։ Ամիս չի անցնի, որ նորին սրբազնությունը ոտքը ներս չդնե իմ դպրոցի շեմքից։ Ահա այդ թանաքամանը նորին սրբազնությունն է ինձ ընծայել, պարոն։ Վերջին խոսքերով պատվելին կամեցավ ուշադրություն դարձնել իր թանաքամանի վրա, այդ պատճառով ձեռքը տարավ դեպի ուռած փորը։ Այլևս ի՞նչ են սովորում, հարցրեց Ասլանը։ Մինչև ճաշ ուսում են ստանում, սովորում են գրել, կարդալ և զանազան իմաստություններ, իսկ ճաշից հետո սովորում են քաղաքավարություն, մարդավարություն, այդպիսի բաներ։ Այս անգամ պատվելին, որ բոլոր խոսակցության ժամանակ մոռացել էր իր կարմիր քիթը, ձախ ձեռքի ցուցամատը տարավ դեպի ձախ կողմի փնչացակը և սկսեց քչփորել, կարծես այնտեղ մի բան նեղացնում էր նրան։ Հետո
Կամենալով քաղաքավարության մի քանի օրինակներ ցույց տալ, դիմեց աշակերտներից մեկին, ասելով. Ապա, Օհանիկ, պարոնին մեկ պատիվ տուր։ Աշակերտների միջից դուրս եկավ մի թզաչափ երեխա, կանգնեց Ասլանի առջև և երկու ձեռքերը դնելով միմյանց վրա, փոքրիկ ափերը բաց արեց, մեկնեց դեպի Ասլանը։ Բայց Ասլանը չգիտեր ինչ անել։ Պատվելին ժպտելով նկատեց, որ ձեռքը դնե աշակերտի ափի մեջ։ Ասլանը կատարեց նրա պատվերը։ Փոքրիկ Օհանիկը, նրա աչքը երկու ափերի մեջ բռնած, նախ տարավ դեպի շրթունքը, համբուրեց, հետո տարավ դեպի ճակատը և դրեց գլխի վրա։ Ապա ավագ, պարոնին գլուխ տուր։ Պատվելին դարձավ դեպի մի այլ աշակերտ։ Բայց Ասլանը թույլ չտվեց, ասելով, որ չանհանգստացնե աշակերտներին։ Այսպես պատվելին աշխատում էր ցույց տալ իր սանիկների բոլոր մտավոր և բարոյական կարողությունը, որոնք նրա կարծիքով օրինակելի էին ամբողջ քաղաքում։ Նա խնդրեց, որ աշակերտները զանազան տաղեր երգեին, ավելացնելով, որ բոլոր տաղերը գիտեն, Վարդի և Բուլբուրի տաղը, Գինու տաղը, Մեջլիսի տաղերը, մի խոսքով, բոլորը գիտեն։ Իսկ հայոց պատմություն սովորում են, հարցրեց Ասլանը։ Ինչ պետք է հայոց պատմությունը, պատասխանեց պատվելին իր սովորական ժպիտով։ Հայոց թագավորները բոլորն էլ կռապաշտ էին։ Ասլանը ոչինչ չպատասխանեց։ Պատվելին, հավատացած լինելով, որ իր այցելուն շատ գոհ մնաց իր դպրոցից, վստահություն ունեցավ հարցնելու. Պարոն, կարծեմ դուք բժիշկ եք։ Այո, բժիշկ եմ։ Այդ իմ քիթը, մի խոսքով, ինձ շատ է նեղացնում։ Նա այժմ աջ ձեռքի ցուցամատը կոխեց աջ կողմի փնչացակի մեջ, սկսեց քչփորել։ Ասլանը նայեց նրա երեսին և ասաց. Օղի քիչ խմեցեք, և ձեր քիթը կլավանա։ Մենք դասատնից դուրս եկանք։ Այդ ժամանակ միայն նկատեցինք դասատան դռան մի կողմում երկու պատժված աշակերտներ։ Երկուսն էլ մերկ ծնկներով չոքեցրած էին մանր, սրածայր խիճերի վրա։ Երկուսն էլ ձեռքերով վեր էին բարձրացրել մի հատ ամբողջ աղյուս։ Մի այլ աշակերտ, ճիպոտը ձեռքին, կանգնած էր նրանց մոտ, հսկում էր, որ դատապարտյալները իրենց դիրքը չփոխեն։ Ինչո՞վ են հանցավոր այդ ողորմելիները, հարցրեց Ասլանը մոտենալով նրանց։ Ես, պարոն, պատվիրել եմ իմ աշակերտներին, որ դրսում ոչ ոքի հետ չխոսեն, մինչև անգամ իրենց ծնողների հետ չխոսեն, միշտ լուռ ու մունջ լինեն։ Լռությունը ամենագլխավոր պայմանն է համեստության, իսկ այդ գարշելիները իմ պատվերը չեն պահպանել։ Դուք ինչպես իմացաք, որ չեն պահպանել։ Սովորական ժպիտը դարձյալ երևաց պատվելիի դեմքի վրա, և այս անգամ նրա կարմիր աչքերը բոլորովին անհայտացան հաստ կոպերի տակ։ Երեսի վրա որքան կնճիռներ կային հավաքվեցան աչքերի շուրջը և նրանց ծածկեցին իրենց կոհակների ներքո։ Ես, պարոն, ամեն բան գիտեմ և ամեն բան կարող եմ իմանալ, պատասխանեց նա մի առանձին պարծենկոտությամբ։ Իմ աշակերտներից որի վրա կասկած ունեմ, թե նա չէ պահել իմ պատվերը, բերանը չափում եմ և իսկույն իմանում եմ արդյոք նա դրսում խոսացե՞լ է, թե ոչ։ Երևի, եթե խոսեցած լինի, բերանը կմեծանա։ Այո, կմեծանա, իհարկե կմեծանա, պարոն։ Ասլանը այս անգամ չկարողացավ զսպել իր ծիծաղը։ Պատվելին կարծելով, թե յուր գյուտը զարմացրեց նրան, ավելի խրախույս ստացավ և դառնալով դեպի վարպետ֊փանոսը, որ բոլոր ժամանակը լուռ էր, հարցրեց. Դուք վկայեցեք, վարպետ, թե ինչպես են իմ աշակերտները։ Ամբողջ քաղաքում նրանց հատը կա։ Իհարկե չկա, պատասխանեց վարպետը ծաղրական եղանակով։ Այսպիսի աշակերտներ միայն դուք կարող եք կրթել։ Պատվելին նրա խոսքերը ճշմարտի տեղ ընդունեց։ Մենք հեռացանք Սիմոն Պատվելիի դպրոցից, տանելով մեզ հետ խիստ տխուր զգացմունքներ։ Տեր-Թոդիկի դպրոցում 1001 խստություններ,
1001 կանոններ կային, բայց այդ բանը չկար, որ աշակերտների բերանը չափելով իմանային, թե արդյոք նրանք դրսում խոսում են, թե ոչ։ Երբ դուրս եկանք փողոցը, վարպետ Փանոսը ասաց Ասլանին. Եթե գիտենայիք, թե որքան աշխատել եմ, որքան չարչարվել եմ ես, որ մի կերպով այդ անպիտանին հեռացնեմ այդ դպրոցից, բայց հնար չի եղել։ Ինչու՞։ Նա մի քանի հզոր պաշտպաններ ունի, ինչպես նահանգապետ Փաշան և սրբազան առաջնորդը։ Այդ գարշելի արարածի մեջ ինչ են գտել, որ պաշտպանում են նրան։ Դե հենց այն, որ նա գարշելի է։ Չեք կարող երևակայել մի մարդ, որ դրա չափ բարոյապես փչացած և կեղտոտ լիներ։ Կատարյալ եղեռնագործ է այդ անպիտանը։ Նրան խեղդել է պետք և ավելի ոչինչ։ Գիտեք, շատ երեկոներ նա ընտրում է իր աշակերտներից մի քանիսը և տանում է Փաշայի մոտ։ Այնտեղ մնում են ամբողջ գիշերը, երգում են, պար են գալիս և զվարճացնում են Փաշային։ Լավ բարոյականություն կսովորեն, ասաց Ասլանը խորին զզվանքով։ Փաշան առաջ չգիտեր, թե հայոց մանուկները քաղցր ձայն ունեն և լավ տաղեր երգել գիտեն։ Մի գիշեր նա հյուր է լինում Նորին սրբազանության մոտ, տեսնում է այնտեղ մի խումբ մանկահասակ երգիչներ։ Շատ հաճելի են թվում նրան երգիչները։ Եվ երբ Նորին սրբազանությունը նկատում է այդ, պատվիրում է Սիմոն Պատվելիին, որ ամեն անգամ, երբ Փաշան պահանջելու լինի, նա իր աշակերտներից ամենալավ երգիչները տանե նրա մոտ։ Բայց ինչպես են համբերում ծնողները։ Ծնողներն ավելի անպիտան են։ Նրանք մի առանձին պատիվ են համարում, որ իրենց զավակները զարդարում են Փաշայի խնջույքները։ Արդեն ճաշին մոտ էր, երբ մենք վերադարձանք վարպետ Փանոսի տունը։ Ասլանը իսկույն առանձնացավ իր սենյակում։ Վարպետ Փանոսը մտավ իր գործարանը, իսկ ես գնացի այգին միրգ ուտելու։